ծրագրի դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, ձեր այդ գերազանցություններ եւ միջազգային հարգարժան գործընկերներ։ Այսպիսով սկսում ենք մեր պանելային քննարկումը, ինձ համար մեծ պատիվ է վարել այն այսօր եւ օգտվելով առիթից ես նույնպես միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում բոլորիս համակարգային միասնություն եւ համերաշխություն ի նպաստ Հայաստանում անառարկելի օրինականության, արդարադատության հաստատման, ժողովրդավարական կայունության եւ իհարկե մեր պետականության ամրապնդման։ Անդրադառնալով այսօրվա քննարկմանը արդեն իսկ մատնանշեցինք, որ խոսելու ենք ուշացած արդարադատության մասին եւ այս առիթով պատիվ ունեմ այստեղ հրավիրելու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Արդարադատության նախարար Սրբույթ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ինչպես արդեն իսկ մատնանշեցինք, խոսելու ենք ուշացած արդարադատության մասին եւ այս թեման ավելի քան արդիական է մեզ համար, հատկապես արդեն իսկ ներկայացված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից վիճակագրական տվյալների համատեքստում եւ այս բարձր մակարդակով քննարկումը ավելի քան հիանալի հարթակ է մեզ համար մտքերի փոխանակման, մտքեր գեներացնելու եւ նաեւ ինչու ոչ ուղերձներ հղելու համար։ Այս առումով մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք առաջին հարցս ուղղեմ ձեզ եւ այն սկսեմ ձեր իսկ մտքով։ Մենք ասում ենք, ինչու է ուշանում արդարադատությունը։ Արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում։ Ինքն անընդհատ process է, այն չի հանգուցալուծվում։ Սա ձեր կողմից իրավիճակի իմ գնահատման բավականին լակոնիկ եւ հստակ նկարագիր է, ինչը նաեւ արդյունք է նրա, որ դուք ամենօրյա ռեժիմով բազմաթիվ քաղաքացիներից ստանում եք բողոքներ եւ դիմումներ այս հարցերի շուրջ եւ այս առումով հաշվի առնելով նաեւ ակտիվ փուլում գտնվող մեր սահմանադրության ընդունման գործընթացը, կխնդրեմ անդրադառնալ ձեր տեսլականին այս առումով, մասնավորապես ինչը կարող է օգնել մեզ առնվազն նվազեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ ժողովրդի սահմանադրի միջև առկա որոշակի խցումը, ինչպես կառուցակարգային, այնպես էլ բովանդակային առումով եւ ընդհանրապես ինչպիսին է ձեր տեսլականը դատական իշխանության ապագա մոդելի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ այս հնարավորության համար։ Մեծարգո պարոն նախագահ, Սահմանադրական դատարանի արգելի նախագահ, օրենսդիր գործադիր դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ արդարադատության եւ այլ ոլորտների հարցերի առնչվելիս մենք ավելի ու ավելի պետք է խորանանք եւ հասնենք հայեցակարգային հիմքերին հարցի, որովհետեւ այս ֆորմատով ես ճիշտն ասած չեմ հիշում, սա մեր երկրորդ թե երրորդ հանդիպումն է, բայց տեսեք ցանկացած հարցի եւ մասին խոսելիս եւ լուծումներ գտնելիս մենք պետք է հայեցակարգային հիմքերին հասնենք խնդրի էության, այսինքն կոպիտ ասած ինչ ենք մենք ուզում ընդհանրապես որևէ ոլորտում մեր ուզածը ինչա, կարելի է հնարավոր այդ մեր ուզածը ձևակերպել մի նախադասությամբ։ Հաջորդը, իսկ ինչու ենք հենց դա ուզում եւ ոչ թե մեկ այլ ուրիշ բան եւ ինչ խնդիր ենք ուզում լուծելով այս երկու հարցին պատասխանելով եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես գիտեք եւ հույս ունեմ, որ մեր գործընկերները կանդրադառնան, ես մտածում եմ, որ մասնավորապես մեր կառավարության եւ խորհրդարանական գործընկերների հետ նախապես այս թեմայով քննարկում ունենալ, բայց հետո մտածեցի, որ չէ, ավելի լավ է կենթանի տեղում ոնց կստացվի, թող տենց էլ ստացվի։ Ես կարծում եմ, որ այդ թվում արդարադատության ոլորտում մենք հիմնական հասկացությունների ճշգրտման հարց ունենք։ Օրինակ, ես փորձեցի գտնել մեր իրականության մեջ ձևակերպվածը ընդհանրապես ինչ է արդարադատությունը։ Այսինքն կա որևէ տեղ, որ մենք ասել ենք արդարադատությունը հետևյալն է, կամ ինչ է արդարությունը, որովհետև շատ կարևոր են այս հարցերը,
գիտեք, բոլորը պահանջում են արդարություն եւ բոլորը պահանջում են արդարադատություն։ Այսպիսի որևէ մարդ չկա Հայաստանի Հանրապետությունում, որ ասի ես պահանջում եմ անարդարություն կամ ես պահանջում եմ հակաարդարադատություն։ Բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարևորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են, որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ կամ տեսեք այսօր հնչեց դատավորի խիղճ։ Դա ի՞նչ է։ Իսկապես կարող է շատ աբսուրդ հնչի, ինչի մենակ դատավորի, վարչապետի, պատգամավորի, նախարարի, դա ի՞նչ է։ Հնարավոր է դա ինչ որ ձևով մոդելավորել, ձևակերպել, նկարել, անիմացիայի ենթարկել եւ այդպես շարունակ։ Կամ ֆունդամենտալ ուրիշ հարցեր։ Ով է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության պատասխանատուն։ Արդարադատության ընդհանրապես պատասխանատուն ով է։ Երկրորդը, ինչպես է նա կրում այդ պատը, եթե նույնիսկ որոշեցինք, որ այսինչը կամ այնինչ մարմինն է կամ անձն է կամ չգիտեմ, ինչպես է նա կրում այդ պատասխանատվությունը։ Ընդհանրապես դատական եւ արդարադատության համակարգի լեգիտիմությունը որտեղից է բխում։ Որտեղից է որոշվել, որ այս ինստիտուտը կամ մարդկանց այս շրջանակը կարող է իրականացնել արդարադատություն։ Որտեղից է բխում այդ լեգիտիմությունը։ Հանրապետության նախագահի ելույթի մեջ խոսեց սահմանադրության եւ սահմանադրության իրականացման մասին, որովհետեւ ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի, այդ ժողովուրդն է։ Եվ հաջորդ աղբյուրը սահմանադրությունն է եւ հաջորդը սահմանադրությունից բխող իրավակարգը։ Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի եւ սահմանադրության արանքում խզում կա, չի ստացվում արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընդհանրապես իրավակարգը լեգիտիմության խնդրեմ ունի։ Այսինքն որևէ բան, ես գիտեք ինչի մասին եմ մտածում, որ ընդհանրապես պետությունը իրավունքներ եւ ազատություններ ապահովելու համար պետքա գնա սահմանափակումների։ Ինչու է պետք գնալ սահմանափակումների, որովհետեւ առանց սահմանափակելու հնարավոր չի ապահովել ազատություն։ Պատկերացրեք, ոչ մի սահմանափակում, ոչ մեկը ոչ մի սահմանափակում չունի։ Դա կվերածվի քաոսի եւ ոչ մեկի իրավունքը եւ ազատությունը հնարավոր չի լինի բան անել, ապահովել։ Բայց մյուս կողմից սահմանափակումը ինքը լարում է առաջացնում քաղաքացիների, մարդու եւ պետության միջև լարում է առաջացնում բոլոր դեպքերում, որովհետեւ ոչ մեկին հաճելի չի, որ իր նկատմամբ հարկադրանքի միջոց են ձեռնարկում, իրան տուգանում են, իրան դատում են եւ այլն, իրան ասում են, որ գիտես ինչ, ես կարմիր լուսի տակ կկանգնես, տեղով փողոցի չանցնես, այլն տեղով, դա բան է, դիսկ կամ պետք է հարկ վճարես, որովհետեւ մարդը ասում է աշխատել եմ այսքան ինչի պետք է իմ բանի 1000 դրամի 200 դրամը տամ բանին բյուջեին ու սա լարում է առաջացնում միշտ բոլոր դեպքերում ես միշտ սրա մասին մտածում եմ ու իմ կարծիքով լարման այս լարումը կառավարելու միակ ձևը այն է երբ որ քաղաքացին համարի որ դա ինքն է որոշել եւ ինքն է իրանից է բխում այդ իրավիճակը, որ գիտես ինչ, մենք պայմանավորվել ենք մի քաղաքացի եւ քաղաքացիների ամբողջությունը, որ մենք պայմանավորվել ենք, որ այս կանոններով մենք ապրում ենք, հետեւաբար այդ կանոնների մեջ գործող հարկադրանքի կանոններն էլ, հա, ես ընդունում եմ, դե հիմա դա իմ ընդունած կանոնն է։ Իմ ընկալման մեջ ամենամեծ, տեսեք, մենք շատ լավ է, որ անդրադառնում ենք այս խնդրին, գործերը բան անեն, արագ լուծում ստանան եւ այլն, որը հիմա մենք արդեն ունենք որոշակի պատկերացում, թե դա ոնց պետք է անենք եւ արդեն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ցույց տված օրինակ քաղաքացիական դատարանի հետ կապված շատ տպավորիչ էր, որ ու անսպասելի ճիշտն ասած, բայց մենք մի X պահի պետք է բովանդակությանն էլ անդրադառնանք, որովհետեւ այդ թվերը բովանդակությանը չեն անդրադառնում։ Մարդու համար ինչ տարբերություն այն որոշումը, որ ինքը համարում է, որ այդ որոշումը լեգիտիմ չի, մի ամսում են կայացրել, թե 6 տարում, բացարձակապես տարբերություն չկա,
Որովհետև եթե նույնիսկ մի 15 օրում կայացնեն կամ մի ամսում, մարդու զգացողությունը դրանից չի փոխվելու, եթե ինքը իրան ներսում չասի, որ գիտես ինչ, հա, սա իմ պետության, իմ հաստատած իրավակարգի, իմ դեմ կայացրած որոշումն է, եւ հետեւաբար սա իմ կայացրած որոշումն է իմ դեմ, որովհետև ես ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետև եթե մենք ամեն մեկս մեզ չսահմանափակի, երկրում քաոս կսկսվի եւ պետությունը ընդհանրապես կվերանա։ Եվ ֆունդամենտալ այս հարցերը կա եւ մեր իրականության մեջ եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեն, այս հարցերի պատասխան չկա եւ անդրադարձ չկա։ Ընդ որում ես դա էլ եմ հասկանում, որովհետեւ մեզ թվացել է, որ աշխատավարձի հարցը լուծենք, հարցերը կլուծվի։ Որովհետեւ այն պահին, երբ որ աշխատավարձի հարցը լուծվել, պիտի լուծվեր, մտածում ենք, որ էդ է խնդրեմը, բայց այդ լուծում ես տենում ես, հա, ինչ որ մի խնդիր լուծվեց, բայց ուրիշ խնդիրի հայտ եկավ, ժամկետի հարցը լուծենք, հարցը կլուծվի, այն մյուս հարցը լուծենք, հարցը կլուծվի, բայց տեն չի, նմանթատ նոր հարցեր են գալիս եւ այդ նոր հարցերին անդրադառնալու ֆունդամենտալ անհրաժեշտություն կա, իմ առաջարկը ընդհանուր առմամբ հետեւյալն է, ժողովրդի եւ իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի։ Ժողովուրդը պետք է փաստացի լեգիտիմությունը իրավակարգի ճանաչի։ Իմ կարծիքով մենք այսօր խնդիր ունենք, իմիջիալոց ասեք կներեք երկարացնում եմ մի քիչ, մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն։ Բայց այն ընտրությունը, որով իրավակարգը հաստատվել, այսինքն հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը բանի նման, վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք տենց էլ չենք հասնելու ոչ արդարության, ոչ արդարադատության, որովհետեւ դա ի վերջո առաջին հերթին զգացողություն է։ Մեկը ինչ ուզում եք արեք, դա առաջին հերթին զգացողություն է։ Մարդը քաղաքացին մենք բոլորս պիտի ունենանք այդ զգացողությունը։ Իսկ մենք չունենք այդ զգացողությունը, ես չգիտեմ, եթե ներկաները ունեն բոլոր այդ զգացողությունը, բայց ես համոզված եմ, որ Հայաստանում մեծամասնությունը, ընդ որում սովորաբար տենց է, իշխանությունն ասում է, չէ, մեր երկիրը ամենաարդար երկիրն է, հանրությունն ասում է, չէ, տենց չի։ Այս դեպքներն է, որ ես օրինակ չունեմ արդարադատության եւ արդարության զգացում, որ մենք կարողացել ենք Հայաստանում դա հասնել։ Եվ ես իմ գոնե այս փուլի եզրակացությունը, որը քննարկման արդյունքում կարող է եւ փոխվի, այնա որ մենք լեգիտիմության խնդիր ունենք, մենք ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք։ Այն կարմիր լույսը, որ վառում է մեր փողոցներում, այդ կարմիր լույսը իր լեգիտիմության խնդիր ունի, որովհետեւ Պարչիսկով է որոշել, որ այդ կարմիր լույսը հենց տենց պետքա վառի։ Որոշման մի հատ աղբյուր կա, ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է։ Ես պարզացնում եմ, որպեսզի ասելիքս ավելի բան լինի, չգիտեմ ինչքանով ձեր հարցին պատասխանեցի, բայց ես էս էի ուզում ասել բոլոր դեպքերում անկախ հարցից։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շատ կարևոր շեշտադրումների համար, ընդ որում ես միանշանակ համամիտ եմ, որ արդարադատությունը դա ընդհանրապես միջոց է արդարության հասնելու, այսինքն մենք պետք է ունենանք այո արդարադատության լիարժեք համակարգ, որպեսզի ունենանք վերջնաարդյունքը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ինչ է ուզում ժողովուրդը կոնկրետ, երևի եթե խոսում ենք, որ ողջամիտ ժամկետների պահպանման եւ ուշացած արդարադատության մասով երևի թե ուզում է որոշակիություն եւ որ նշում եք որ ինչ տարբերություն 1 ամսում իմանա թե 6 տարում իրականում կա այդպիսի մի հատ արտահայտություն չէ ասում են ավելի լավ ավելի վատ որոշակիությունը քան ընդհանրապես անորոշությունը այս առումով միգուցե այս իհարկե իդեալական մաքսիմալ պրոգրաման դա չպետք է լինի եւ մինիմալ ծրագիրն է այդպիսին, որ կարողանանք անել եւ չունենալ ուշացած արդարադատություն, բայց միաժամանակ դա չի նշանակում, որ այն որակյալ չպետք է լինի միանշանակ եւ իդեպ ճիշտ Ես մի օրինակ եմ ուզում բերել, ինձ հետ ապատայել այդ դեպքը։ Քաղաքացին գրում է նամակ, ասում է գիտեք ինչ, ձեր պետական մարմնին դիմել եմ, 7 ամիս այն չեմ պատասխանում։ 7 ամիս, 8 ամիս այն 100 հատ նամակ են գրել, ինչ չեմ պատասխանում։ Բնականաբար ինչ որ մի հատ հարց է բարձրացրել, որ ես խնդրում եմ, ես։ Շատ լավ,
ասում ենք բնականաբար, պատես ինչ բան է, պատասխանեք քաղաքացուն։ Եվ քաղաքացուն պատասխանում ենք, ասում ենք, որ գիտեք ինչ, ձեր առաջին խնդրանքը հնարավոր չի իրականացնել այս պատճառով, երկրորդ այս պատճառով, երրորդ այս պատճառով։ Ու դրանից քաղաքացին ավելի չասեմ ագրեսիվ, ասում է «Տո ձեր սենսը, տո ձեր նենսը», այսինքն այս էր ձեր պատասխանը, ես այդ նկատի ունեմ, այսինքն հիմա լավ, երբ որ այդ արդարադատությունը չի եղել, մարդուն թվում է, թե երբ որ ժամանակին լինի, ամեն ինչ լավ առնելու, բայց այն վճիռը, որ ինքը համարում է անարդար, հանցագործ, հակաժողովրդական, հակահումանիստական, էլի արդյունքում շատ լավ, 2 ամսում, բայց մեկը իր արձագանքը նույնն ալնելու, ես չեմ վիճարկում արագության անհրաժեշտությունը, կներեք։ Իհարկե, ես ընդհանրապես մատնանշեցի, որ եթե անգամ վատ նորությունը միգուցե ավելի լավ է, ավելի շուտ լինի, որպեսզի քաղաքացին նաև որոշակի տեղեկատվություն ունենա նաև իր անելիքների մասով, բայց ուզում եմ շարունակել միտքս եւ այո, դուք արդարացի եք, որ այս ֆորմատով արդեն երկրորդ տարին է, որ իրականացնում ենք այսպիսի քննարկում եւ անցյալ տարի դուք շատ կարեւոր մի հատ շեշտադրում եք արել առայն, որ այդ հարցերը, երբ որ քաղաքացիները ձեզ հղում են, ունենք 2 տարբերակ լուծման, կամ պետք է ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ ձեզ այդպիսի հարցեր չուղղվեն քաղաքացիների կողմից դատական իշխանության վերաբերյալ, դատական ակտերի, որովհետեւ թող դատական իշխանությունը լուծի այդ հարցերը վերաքննության, վճռաբեկության կարգով, բայց կարծես թե իսկապես այդպիսի ստերիլ իրավիճակ ստեղծել, որ քաղաքական իշխանությանը որևիցե հարց չհնչի դատական իշխանության վերաբերյալ, այդպիսի նաև միջազգային փորձ երևի թե չկա, բայց նաև ասել եք այդ դեպքում գոնե օգնեք ինձ պատասխանել այդ հարցերին, որովհետև դուք նույնպես այդ հասցեատերը իրականում դուք եք վերջի վերջո եւ այս մասով հաջորդ հարցս կուղեմ բարձրագույն դատական խորհրդի նախագահին, պարոն Աթաբեկյան, դուք որպես դատավոր ունեք տարբեր փորձառություն, եղել եք քաղաքացիական գործեր քննող դատավոր, սնանկության գործեր քննող դատավոր, սնանկության դատանի նախագահի կարգավիճակում եք հանդիսացել, իսկ այսօր նաեւ հանդիսանում եք վճռաբեկ դատանի դատավոր։ Եվ որպես այդպիսին մշտապես մեզ գիտնական անդամներից մեղադրվում է, որ մենք չենք եղել դատավորի կաշվում եւ շատ հաճախ չենք հասկանում, թե ինչ ծանր բեռ են իրենք կրում, դատավորի կաշվում գիտնական անդամները գտնվում են միայն կարգապահական վարույթներով, որը իհարկե շատ փոքր մասնիկ է եւ շատ հաճախ այս վեճերի արդյունքում նաև ծնվում են հատուկ կարծիքներ, այնուամենայնիվ խոսելով ողջամիտ ժամկետում քննելու պարտավորության մասին, ձեր կողմից մի քիչ առաջ նշված գործերի վիճակագրությունը ծանրաբեռնվածության մասով, նաև ձեր դատավորի փորձառությունը տարբեր արձաններում, խնդրում եմ նշեք ձեր պատկերացումները այս հարցի վերաբերյալ եւ արդյոք կարող ենք ուշացած արդարադատությունը արդարացնել որևիցե ձևով ծանրաբեռնվածությամբ, աշխատակազմի համալրված չլինելու հանգամանքներով եւ այլն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Թումանյանց, շատ բազմաբովանդակ հարց եք ներկայացրել ինձ, փորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել ժամանակի մեջ տեղավորվելու տեսանկյունից։ Նախ ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամները որևիցե ձևով ըստ ձեզ համենայն դպսած ձևակերպման չեն մտնում դատավորների կաշվի մեջ, ինչպես դուք ձևակերպեցիք, ես կարծում եմ դա այդպես չի, որովհետև Բարձրագույն դատական խորհրդում քննարկվող ցանկացած հարց մանրամասն քննարկվում է եւ բոլոր անդամները, ընդ որում մեր իրավաբան գիտնական անդամները, ոչ դատավոր անդամները բարձր պրոֆեսիոնալիզմով իրավաբաններ են, մասնագետներ են եւ վերջնարդյունքում մենք մեր որոշումները կայացնում ենք արդար, անաչառ եւ օբյեկտիվ գնահատականների հիման վրա ու մեր ներքին համոզմունքով։ Հետեւաբար թեկուզ եւ կարող է նման խոսքեր հնչեն, բայց իրականությունն այդպես չի, բոլորս հասկանում ենք դատավորի գործը։ Ուղղակի մի փոքր հնարավոր է տարբերություն լինի, օրինակ կոնկրետ իմ առումով, պրակտիկա դատավոր անդամների առումով։ Գուցե որոշակի տարբերություն լինի, որ պրակտիկ իրավիճակների ընկալման մոտեցումները մի քիչ այլ լինեն, որովհետև ես
ինքս օրինակ ողջամիջամկետներն է մեր թեման, ես ինքս ողջամիջամկետներին շատ մեծ ուշադրություն եմ դարձրել ու հետևողական եմ եղել իմ ամբողջ գործունեության ընթացքում գրեթե 14 տարի տարբեր ատյաններում աշխատելու ժամանակ, իսկ հիմա էլ որպես խորհրդի անդամ, խորհրդի նախագահ, նույնպես մենք ուշադիր ենք բոլորս ու հետևողական ենք ողջամիջամկետում գործերի քննությանը ու դա մի քանի հիմքեր ունի։ Դրա հիմքերից մեկը այն է, որ մենք կարևորում ենք, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետությունում արդեն ողջամիջամկետում գործերի քննության այդ իրավունքի խախտման հիմքերով դատական հայցեր կան Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվող եւ որի արդյունքում ինչ-ինչ հանգամանքներով նաև պայմանավորված Հայաստանի Հանրապետության դեմ կայացվում են դատական ակտեր գումարի բռնագանձման տեսքով, որպես խախտված իրավունքի վերականգնում, մանրամասն իրավական դետալների մեջ չմտնեմ ուղղակի չծանրաբեռնելու համար, եւ սա էլ ազդակ է, որպեսզի մենք դրան ազդակներից մեկն է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք այս հանգամանքին։ Իհարկե այդ process-ներում ուշադրության արժանի է առաջնային եւ դատավորի վարքագիծը process-ի նկատմամբ, ընդ որում ոչ պակաս կարեւոր է վարույթի գործին մասնակցող անձանց վարքագիծը, որովհետև մենք բոլորս գիտենք, միգուցե մասնավոր շահերից ելնելով կամ այլ նկատառումներից ելնելով հնարավոր է, որ միջնորդություններ ներկայացվեն դատարանին, երբեմն նաև անհիմն, որոնց քննության համար մեծ ժամանակ է պահանջում, սկսած նրանից, որ պետք է այդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն տրվի նաև վարույթի մյուս մասնակիցներին, ինչը մեզնից շատ ժամանակ է տանում։ Այդ ողջամիջամկետների պահպանման տեսանկյունից նաև պակաս կարևոր չէ բողոքարկումները։ Իհարկե խոսքս չի վերաբերում նրան, որ ինչ որ ձև ուզում եմ ասել, որ չպետք է բողոքարկվեն դատական ակտերը, բայց բողոքարկվում են նաև այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան ունի մի իրավիճակի վերաբերյալ կայուն նախադեպային պրակտիկա, բայց այնուամենայնիվ բողոքարկում է, իսկ այդ բողոքարկումը տարբեր տեսակի ռեսուրսներ է պահանջում, դե չհաշված նաև պետական ֆինանսական միջոցներ, պետական տուրք, դատական ծախսեր եւ այլն, այսինքն շատ մանրամասն դետալների մեջ չմտնեմ։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ կարծեք թե ընդհանուր առմամբ ձեր հարցերի պատասխանը տվեցի, եթե կգտնեք, որ պակաս բան կա, պատրաստ եմ նաև շարունակել Տիկին Թումանյանց, նաև պարոն վարչապետը ինչպես որ ընդգծեց սահմանադրի ժողովրդի կամքը եւ այդ վստահությունը դատարանի նկատմամբ, իհարկե ես ուզում եմ ասել, հարգելի պարոն վարչապետ, սրանք այն ինչ որ ներկայացվեց մեր կողմից, այն գործընթացները, որոնք որ իրականացում են, սրանք փոքր էլեմենտներ են, որոնցով որ մենք ուզում ենք հասնենք այն մեր մեծ նպատակին, որովհետև կոնկրետ հենց այն գործողությունները, որը որ մենք արել ենք, միանշանակ միայն սրանցով հնարավոր չի հասնել այդ արդարությանը, արդարադատությանը եւ այդ մտածողությանը։ Այս կոնտեքստում, քանի որ նոր սահմանադրության մշակման հետ ակտիվ գործընթացի փուլում ենք, միգուցե նոր սահմանադրությամբ ընդհանրապես հռչակվի սահմանադրորեն յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուրի արդարադատությանը աջակցելու պարտականության մասին, որովհետև այդ արդարադատությունը, ինչպես դուք եք ասում, դա միայն դատավորինը չի, միայն դատավորներինը չի, դատական ծառայողներինը չի, այդ արդարադատությունը բոլորինս է եւ արդարադատությունը յուրաքանչյուրս պետք է մեր վրա ազգանք, թե ինչքանով է ինչ-որ բան արդար, ինչքանով այդ արդարադատությունը իրականացվեց։ Ընդհանուր առմամբ սա էր խոսքս, եթե գտնեք մի բան պակասել, ինձ հնարավորություն տվեք, փորձեմ նաև լրացնել, ավելացնել։ Իհարկե շատ բան ունեմ ասելու, մտածում եմ, որ ֆորմատի մեջ մենք պետք է տեղավորվենք նաև հարգանքով մեր մյուս գործընկերներին, ովքեր դեռևս պետք է ելույթ ունենան, որովհետև իդեպ ասեմ, ես իմ ելույթով շատ չեմ էլ կարողացել նաև չծանրաբեռնելու համար չեմ կարողացել եւ կատարված աշխատանքների վերաբերյալ խոսել եւ խնդիրների ինչի, որովհետեւ մենք մշտապես չենք էլ խուսափել մեր ունեցած խնդիրները բարձրաձայնելու եւ շատ ժամանակ հատուկ մեր խնդիրները բարձրաձայնել ենք, որպեսզի կոմպետենտ մեր գործընկերներից նաև լսենք որոշակի դիրքորոշումներ, կարծիքներ մեր ունեցած խնդիրներին լուծումներ տալու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Աթաբեկյան,
Իսկապես չենք վախենում բարձրացնել այդ խնդիրները, հակառակ դեպքում դժվար թե այս օրով մենք խոսենք ամենասուր հարցի մասին, ուշացած արդարադատության մասին եւ այսպիսի պատվելի կազմով, որովհետեւ ավելի քան մեզ համար կարեւոր է այդ ամենը եւ այս մտքերի գեներացումը այսպիսի կազմով շատ կարեւոր է եւ կարծում եմ, որ այն արդյունքներ կտա, մենք ամփոփելու ժամանակ կասենք, եթե լրացնելու բան ունեք։ Ես ներողություն եմ խնդրում ֆորմատը մի փոքր խախտելու, բայց շատ կարևոր դուք հարց բարձրացրեցիք, ինչքանով եմ ես ընդունում, հա, այդ ուշացած արդարադատությունը, իրականում ես չեմ ընդունում ուշացած արդարադատությունը, որովհետև նաև այլ խոսքով ընդունված է ասել եվրոպական չափանիշներով եւ այլն, ուշացած արդարադատությունը դա մերժված արդարադատությունն է, եւ սա շատ կարևոր է ինձ համար, իհարկե ես մատնանշեցի, որ իմ ամբողջ գործունեության ընթացքում դրան շատ ուշադիր եմ եղել, հիմա էլ հետեւողական եմ այդ ամենը եւ նաեւ ընդհանուր մեր բոլորի գործունեության մեջ մեր դատավորների ուղղակի այստեղ մշտապես կան խնդիրներ, որոնք որ մենք պետք է լուծելով գնանք առաջ։ Մենք այս օրինակ ծանրաբեռնվածության մասին խոսեցինք, թե դատավորները ինչքան են ծանրաբեռնված։ Իհարկե ծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել ուշացած արդարադատություն ունենալուն կամ մերժված արդարադատություն, դա միանշանակ, բայց այն որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ արդարադատությունը հնարավորինս ժամկետներում իրականացվի, դա կարծում եմ բոլորիս համար հրամայական է եւ պետք է ինչ-որ ձևով մենք այդ հարցերի լուծումները տանք։ Մենք այդ թափանցիկության տեսանկյունից էլ փորձում ենք ամեն ինչը այնպես անել, որ նաեւ հանրային վստահության առումով, հա, որովհետեւ օրինակ մենք այս վերջերս անգամ դատավորների, որովհետև շատ խոսք գնում, որ այդ ինչքան են ծանրաբեռնված, հա, մեր ժողովուրդը քաղաքացիները կամ կողմերը ինչքան են ծանրաբեռնված, որ գործով դատական ակտի հրապարակման օրը նշանակված է օրինակ 2027 թվականի փետրվար-մարտ ամիսներին, բայց որ նայում ենք մի դատավոր, եթե վարույթում ունի 1000 վարչական գործ ու դրանով եթե 251 օրերի մեջ բաժանենք, անգամ ստացվում է, որ հնարավոր չի տեղավորվել, բայց մենք դրա հետ մեկտեղ ինչ արեցինք, մեր էլեկտրոնային համակարգում այսօր յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի մուտք գործել էլեկտրոնային համակարգ, դատական համակարգ, պաշտոնական էլեկտրոնային կայքը, որտեղից ստանալ յուրաքանչյուր դատավորի տվյալ օրվա ծանրաբեռնվածությունը, սկսած նրանից տվյալ դատավորը երբ է գտնվել արձակուրդում, երբ է անաշխատունակության մեջ եղել, երբ է վերապատրաստման եւ յուրաքանչյուր օր դատավորի ծանրաբեռնվածությունը ըստ դատական նիստերի։ Այսինքն դատական նիստերի նաեւ քանակն է հնարավոր տեսնել, իհարկե այդտեղ միայն միջդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակում նորությունների քննարկումները չկա, որոնք որ արտաժամյա են նաև գիշեր-ցերեկ, դրանք հնարավոր չի մուտք անել, բայց ընդհանուր նաև դատավորի այդ պատկերն է։ Եվ ընդհանուր առմամբ ուզում եմ, որպեսզի եզրափակեմ, ամեն դեպքում մենք պետք է մեր վերաբերմունքը փոխենք նաև արդարադատության, արդարության նկատմամբ եւ պետք է այդ արդարությունն ու այդ արդարադատությունը, ինչպես պարոն վարչապետ ասեց, նախբյուրից սկսելով մենք պետք է բոլորս ընդունենք դա որպես մերը, այսինքն պատասխանատվությունը չթողնելով որևէ այլ սուբյեկտի վրա, որևէ այլ կազմակերպության վրա, որևէ այլ իրավահամակարգի ներկայացուցչի վրա, թե չէ մեղքը բարթել անընդհատ ասել չէ, դե լավ, ի վերջո դատարանն էր մեղավոր կամ իհարկե անթույլատրել է նաև հակառակը, մենք ամեն դեպքում պետք է ընդհանուր առմամբ մեր վերաբերմունքը փոխենք ու յուրաքանչյուրս ջանասիրաբար վերաբերվենք եւ արդարությանը եւ արդարադատությանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Աթաբեկյան, իրականում ես պետք է շեշտադրեմ սա, որպես նաև գիտնական անդամ, երևի ավելի ճիշտ կլինի այս շեշտադրումը, անգամ ամենածանրաբեռնված շրջանում, երբ որ պարոն վարչապետը նշեց, որ քաղաքացիական դատարաններում մենք ունենք լուրջ բավականին առաջընթաց ծանրաբեռնվածության թեթևացման առումով, անգամ այն շրջանում, երբ որ դատարանները ունեին 2000-ական, 3000-ական գործեր իրենց վարույթներում, մենք ունեցել ենք բարեխիղճ դատավորներ, ովքեր որևէ ուշացում չեն ունեցել կամ այդ ուշացումները այնքան չնչին են եղել, որ 1-2 օրվա տարբերություն է եղել եւ ոչ թե տարիների, ամիսների եւ այլն։ Այս առումով կարծում եմ սա շատ կարևոր է նաև որպես այդ բարեխիղճ դատավորների կատարած աշխատանքի գնահատական եւ շարունակելով դատական իշխանության կողմից հարցերին պատասխանելը եւ թափանցիկ եւ հաշվետու լինելու հանգամանքը հաջորդ հարցս ուզում եմ հղել Վճռաբեկ դատարանի նախագահին Տիկին Թադևոսյան արդեն որպես դատավոր նաեւ ընդհանուր
դատական համակարգի բուրգի գլխում գտնվող անձ, կխնդրեմ մատնանշեք, թե բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունված դատանների նախագահների դատանուն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու կարգը, գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետների հստակեցումը, բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից մատնանշված որոշ գործիքներ, որքանով են օգտակար եղել դատարանների, նախագահների համար, դատավորների համար ձեր գնահատմամբ եւ ընդհանուր առմամբ կիսվեք ձեր տեսլականով, հատկապես հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որով որ կարևորվել եւ ընդգծվել է ողջամիտ ժամկետներում գործերի քննության հանգամանքը որպես մարդու իրավունքների հիմնարար արժեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կուզենայի նախ օգտվելով առիթից շնորհավորել իմ բոլոր գործընկերներին, դատավոր գործընկերներին այսօրվա կապակցությամբ, բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև տրված իրենց երդմանը, ովքեր գիտակցում են, որ որքան ամուր է դատավորի անկախությունը, այնքան բարձր է նրա պատասխանատվությունը։ Շնորհավորում եմ նաև դատական իշխանության մյուս ներկայացուցիչներին։ Միջև բուն հարցին անդրադառնալը ես կուզենայի անդրադառնալ այսօրվա միջոցառման խորագրին, ողջամիտ ժամկետների պահանջի պահպանման հարցին, այն արդար դատաքննության իրավունքի միայն մեկ բաղադրատարն է, բայց շատ կարևոր, որը երաշխավորված է թե մեր մայր օրենքով, սահմանադրությամբ, թե նաև միջազգային մի շարք փաստաթղթերով, որոնք մեր պետությունը վավերացրել է։ Երբ խոսում ենք ողջամիտ ժամկետների մասին, խոսում ենք առաջին հերթին արդարադատության արդյունավետության մասին։ Արդարադատության արդյունավետությունը ամենևին չի սահմանափակվում ժամկետներով, խոսքը գնում է թե որակի մասին, թե միաժամանակ արագության։ Անվիճելի է, որ ուշացած արդարադատությունը ունակ է վերածվելու իրավաբանական դեկորացիայի, իրավաբանական հուշարձանի։ Այսինքն այն անցյալի փաստերը արձանագրելուց բացի պիտի դիտված լինի նաև ապագային, արդարադատության իմաստը դա է, բայց ուշացած արդարադատությունը բացառապես անցյալի փաստեր է արձանագրում, այն երբեմն լինում է իրավաբանորեն, որպես կանոն լինում է իրավաբանորեն գրագետ ձևակերպված, հիմնավորված ու պատճառաբանված ուշացած դատական ակտի մասին է խոսքը, բայց կորցնում է իր սոցիալական նշանակությունը։ Մինչդեռ արդարադատության հիմնական նպատակը դա սոցիալական հավասարակշռության ապահովումն է։ Պիտի նշեմ, որ մի քանի խնդիրներ մատնանշվեցին, թե ինչու է արդարադատությունը ուշանում, առաջին հերթին դա ծանրաբեռնվածությունն է եւ վիճակագրությունը բավականին խոսուն էր, ես չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց կան մի շարք այլ պատճառներ, որոնց կուզենայի ես անդրադառնալ իմ ելույթի շրջանակներում։ Վիճակագրությունը վկայեց, որ հատկապես մենք խնդիր ունենք քրեական արդարադատության ոլորտում։ Եվ ես կանդրադառնամ այդ ոլորտին, ինչու, որտեղ այդ ոլորտը իմ կարծիքով ամենազգայունն է, որտեղ այստեղ այս ոլորտում է, որ մարդու իրավունքները առավել ինտենսիվ սահմանափակման են ենթարկվում։ Ակնհայտ էր թվերի տարբերությունը եւ ակնհայտ էր, որ մենք արդեն քաղաքացիական եւ վարչական դատավարության ոլորտում վերջին տարիներին կատարված բարեփոխումների շրջանակում որոշակի գործերի նվազում ունենք, թեև այդ ոլորտները, թե քաղաքացիական, թե վարչական արդարադատության ոլորտը շարունակում են աշխատել գերծանրաբեռնված։ Բայց ինչու քրեական արդարադատության ոլորտին, որտեղ սա այն դաշտն է, որտեղ հասարակությունը շահառու է յուրաքանչյուր գործով արդարադատության իրականացմամբ, յուրաքանչյուր դատական ակտ առնչվում է քրեական արդարադատության ոլորտում ոչ միայն այն անձին կամ անձանց շրջանակին, ում այն վերաբերվում է, այլ հասարակության բոլոր անդամներին։ Այսինքն հասարակությունը այս բոլոր գործերով ինքը հենց արդարություն եւ արդարադատություն ակնկալողն է։ Մի քանի բացի ծանրաբեռնվածությունից հանցավորության դինամիկային զուգընթաց պիտի արձանագրենք, որ էականորեն աճել է հանցագործությունների բացահայտման տոկոսը եւ դա անվիճելի է։ Անշուշտ դրան զուգընթաց ավելացել է նաև գործերի քանակը, բայց մի կարևոր հանգամանք պիտի չմոռանանք։ Մենք 2022 թվականին միաժամանակ գործողության մեջ դրեցինք 3 կարևորագույն օրենսգրքեր, որոնք այս ոլորտը բոլոր հարաբերությունները կարգավորում են քրեաիրավական ոլորտի՝ քրեական օրենսգիրքը, քրեադատավարական օրենսգիրքը եւ քրեակատարողական օրենսգիրքը։ Այդ օրենսգրքերը էականորեն առաջադիմական էին եւ դա անվիճելի էր։ Նախատեսվեցին նոր ինստիտուտներ, նոր երաշխիքներ, մարդու իրավունքների պաշտպանության մենք բոլորովին այլ նշաձող սահմանեցինք։ Քրեական օրենսգիրքը դարձավ պատժողականից ավելի մարդակենտրոն, ավելի վերականգնողական մոդել մենք ձեռք բերեցինք։ Քրեադատավարական օրենսգիրքը դարձավ ավելի մրցակցային։
բայց ցանկացած դրական տեղաշարժ, ցանկացած նոր օրենքի ընդունում ունի իր երկրորդային ազդեցությունը, ինչպես ցանկացած օգտակար դեղորայք ունի մարդու օրգանիզմի համար երկրորդային ազդեցություն, նոր դրական փոփոխությունը եւս որոշակի ազդեցություն է իր հետ բերում։ Դրա արդյունքում փոխվեց նաև դատարանի դերակատարությունը նախկին օրենսդրությամբ, որ ինչ որ չափով կրում էր խորհրդային օրենսդրության ազդեցությունը մինչև վերջին փոփոխությունները, դատարանը լուր արբիտրից վերածվեց իրավունքների պաշտպանության ակտիվ երաշխավորի։ Եվ այս ամենը անշուշտ ենթադրում էր, եթե մենք բարձրացնում ենք մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, իսկ նոր օրենսդրությունը այդպիսին է, եւ այդ մասին վկայում են նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների եզրակացությունը, դա ենթադրում է դատական գործերի ավելացում։ Եթե մենք ավելացնում ենք բողոքարկման շրջանակը, քրեադատավարական օրենսգրքով էականորեն ընդլայնվեց, դա նշանակում է, որ մենք ծանրաբեռնում ենք երաստիճան դատական համակարգը։ Այսինքն մենք ակնհայտորեն ունենք այն էֆեկտը, որը առաջացավ օրենսդրության փոփոխության արդյունքում։ Բայց մենք գնացինք այդ քայլին, որտեղ այն առաջադիմական էր, այն նախատեսեց այլընտրանքային պատժատեսակներ, քրեական օրենսգիրքը, քրեադատավարական օրենսգիրքը, խափամիջոցների շրջանակը էականորեն ընդլայնեց, այսինքն մենք շեշտը դրեցինք արդար դատաքննության իրավունքի ամրապնդման վրա, որը անշուշտ որոշակի ժամանակ է պահանջում։ Պիտի ընդունենք, որ որոշակի ժամանակ է անհրաժեշտ մինչև նույն օրենքը քննիչները, դատախազները, դատավորները, փաստաբանները նույն կերպ կընկալեն։ Նախկին օրենսդրությունը լավ թե վատ արդեն որոշակի պրակտիկա էր ձևավորել եւ նոր օրենքի ընդունումը ինչ որ չափով այդ շարունակականությունը կանխատեսելիության ժամանակավոր, բայց այսպես կտրեց այդ շարունակականությունը։ Սա իհարկե ժամանակավոր գործընթաց է եւ անշուշտ հաղթահարվելու է։ Այս հաղթահարման ճանապարհին հատկապես կարևոր է բարձրագույն դատական ատյանների դերը, ինչպես Վճռաբեկ դատարանի Հայաստանի Հանրապետության, որը օրենքի միատեսակ կիրառության եւ կանխատեսելի արդարադատության հիմնական երաշխավորն է, այնպես նաեւ բարձր է սահմանադրական դատարանի դերը, որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմնի։ Ինչու՞, որովհետեւ պետք է ժամանակ մինչև օրենքը կդառնա իրավական մշակույթ։ Ինչ է օրենքը։ Իրենք ընդհանրապես ճանապարհային քարտեզ է, ոչ թե ընդհանրապես, այլ ճանապարհային քարտեզ է։ Ճանապարհը պիտի հարթի պրակտիկան եւ բնականաբար դրա համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Հիմա խոսում ենք, թե որքան բարդ գործընթաց է դատական process-ը, այս բոլոր երաշխիքներով եւ այլնով հանդերձ։ Անվիճելի է դրա ժամանակի կառավարման, արդյունավետ արդարադատության ապահովման թիվ 1 պատասխանատուն դա դատավորն է, բայց միայն դատավորի պատասխանատվության դաշտում չի։ Ես կարծում եմ, որ ողջամիտ ժամկետներում գործի քննությունը եւ արդարսարակ արդարադատության արդյունավետությունը դատավարության բոլոր մասնակիցների, հատկապես պրոֆեսիոնալ մասնակիցների սոցիալական պատասխանատվության դաշտում է։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի սոցիալական պատասխանատվության իր մասնաբաժինը եւ միայն այդ դեպքում մենք ունենանք բացարձակապես արդյունավետ արդարադատություն։ Ցավոք սրտի բազմաթիվ են դեպքերը, երբ տեղ են ունենում իրավունքի չարաշահում, օրենսդրությունը տալիս է այդ հնարավորությունը, հատկապես քրեական դատավարությունում։ Ես նշեցի, այստեղ իրավունքներին միջամտությունը բավական ինտենսիվ է, եւ դա պետությունը, մեր օրենսդրությունը եւ իրավաչափորեն կոմպենսացնում է բազմաթիվ երաշխիքներով անձի համար։ Դա լիովին համահունչ է արդար դատաքննության գաղափարին։ Այդ երաշխիքները ենթադրում են իրավունքների լայն շրջանակ եւ ցավոք սրտի մենք ունենք իրավիճակ, դեռևս չունենք այն իրավական մշակույթը, որ դատավարության բոլոր մասնակիցները բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից։ Վճռաբեկ դատանը բազմիցս արձանագրել է դեպքեր, երբ օրինակ պաշտպանական կողմը իր իրավունքը չարաշահել է փաստաբաններ փոփոխելով, մշտական միջնորդություններ նորանոր ներկայացնելով եւ անշուշտ կարծում եմ, որ հատկապես պրոֆեսիոնալ մասնակիցները իսկ այդպիսիք մի քանիսն են դատավարության շրջանակներում, դա կլինի քրեական, վարչական դատավարության, նաև քաղաքացիական, պիտի կրեն այդ պատասխանատվությունը։ Անշուշտ հիմնական բեռը կրելու է դատավորը, բայց պիտի մի բան էլ արձանագրենք։ Ողջամիտ ժամկետների հաշվարկը չի սկսում դատական process-ից։ Այն սկսվում է այն պահից, երբ անձը հայտնվում է իրավական անորոշության վիճակում։ Այսինքն շատ ավելի վաղ է սկսվում, բայց դրա ավարտի պահը եւ դրա հիմնական պատասխանատվությունը եւ բեռը այո դրվում է դատավորների ուսերին։ Այժմ ձեր արդեն բուն հարցադրման հետ կապված, թե որքանով է արդյունավետ, այո վերջին տարիներին, թե
դատաիրավական բարեփոխումների շրջանակում, թե նաև դատական համակարգը իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ արել է նաև ողջամիտ ժամկետների պահանջը ապահովելու համար, ինչու, որտեղ մենք շատ բարձր ենք գնահատում եւ կարեւորում հանրային վստահությունը։ Մեզ համար դա կարեւոր է։ Պատահական չի, որ այսօրվա խորագիրը վերաբերվում է արդարադատության արդյունավետության միայն մեկ ցուցիչին։ Ես ուրախ եմ, որ մենք չենք խոսում արդարադատության որակի մասին, մենք չենք խոսում դատավորների պրոֆեսիոնալիզմի պակասի մասին, մենք չենք խոսում դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին, դա նշանակում է, որ այս առումով դատական իշխանությունը ամրապնդել է իր դիրքերը, բայց դրա հետ մեկտեղ ցանկացած ուժեղ իշխանություն եւ դատական իշխանությունը նույնպես պիտի պատրաստ լինի ընդունելու իր սեփական սխալները, հետեւություններ անելու։ Ես կարծում եմ, որ ուժեղ իշխանության թևը չի վախենում սեփական սխալները ընդունելուց, այն ընդունում է որպես զարգացման խթան եւ մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում, մենք ինքներս բազմիցս տարբեր հարթակներում ընդունել ենք այդ հանգամանքը, որ այո, այսօր ցավոք սրտի արդարադատությունը ուշանում է, որը իր բացասական ազդեցությունն է թողնում առաջին հերթին առաջացնելով հանրային վստահության դեֆիցիտ եւ մենք կենտրոնանալու ենք այս խնդրի վրա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ այսօրվա միջոցառման եւ արտահայտվելու հնարավորության համար։ Ես կարծում եմ, որ մենք արդեն ընտրել ենք այս դժվարությունը եւս հաղթահարելու ճանապարհը։ Վճռաբեկ դատարանը այսօր կարևոր առաքելություն է իրականացնում, որտեղ նշեցի, օրենքը կենթանի բացատրության կարիք ունի, նոր օրենքները, գուցե կասեք 22 թվականին է ընդունվել, արդեն մի քանի տարի անցել է, բայց դա այն ժամանակը չէ, որ մենք ասենք, որ այլևս օրենքը դարձել է մշակույթ։ Մենք դեռ այդ ճանապարհին ենք գտնվում։ Վճռաբեկ դատանի առաքելությունը շատ մեծ է եւ մենք պետք է շատ կենտրոնանանք հենց բարձրագույն դատական ատյանի ռեսուրսների ավելացման վրա, խոսքը մարդկային ռեսուրսների մասին է, որպեսզի կարողանանք ապահովել մեր խիստ հավակնոտ տեսլականը, ունենալ բացարձակ կանխատեսելի արդարադատություն։ Հանձինս դատական համակարգի Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար ապահովել վստահելի, բացարձակ վստահելի եւ հուսալի կառույց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թադևոսյան։ Շնորհակալություն Տիկին Թադևոսյան, շատ կարևոր շեշտադրումների համար եւ ինձ համար շատ լավ հարթակ բացեցիք հաջորդ հարցս ուղղելու դատարանում որպես կողմ հանդիսացող ինստիտուտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Տիկին Վարդապետյան։ Մեղադրանքը պաշտպանող կողմ եք հանդիսանում ձեր ինստիտուտը, պետական շահերի պաշտպանության հայտ ներկայացնող կողմ եւ այս վերջերս ես լսում էի ձեր հարցազրույցներից մեկը, որի ընթացքում անդրադարձաք որակ արարք փիլիսոփայական կատեգորիային։ Այս դեպքում մենք ավելի տրիվիալ կարծես թե կատեգորիա ունենք քննարկելու, որակ, քանակ, եւ արդեն խոսեցինք քանակային ավելացման մասին եւ բնականաբար որոշ մարզերում ընդհանուր աճի հետ մեկտեղ որոշ մարզերում նշվեց, որ ունենք անգամ եռապատիկ ավելացում գործեր, ինչը իհարկե իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունք է, ինչը նաեւ նշվեց վճռաբեկ դատանի նախագահի կողմից, այնուամենայնիվ ինչ պատկեր ունենք ձեր աչքերով քրեական արդարադատության ոլորտում, արդյոք քրեական գործերի քանակը ազդում է նախաքննության ու դատական քննության որակի վրա, արդեն իսկ մատնանշված լուծումներից բացի արդյոք կան այլ լուծումներ ըստ ձեզ, այնպիսին, որպեսզի նաև բացառենք մեղադրյալին քրեական պատասխանության ենթարկելու վաղամության ժամկետի լրանալու դեպքերը եւ միգուցե դուք ունեք վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս այդ տենդենսը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թումանյանց, նախ շնորհակալ եմ հրավերի եւ նման ներկայանալի պանելում ելույթ ունենալու եւ մեր դիտարկումները ներկայացնելու համար։ Ես սիրով միանում եմ նախ բոլոր շնորհավորանքներին եւ կարծում եմ, որ առաջիկայում մենք ունենալու ենք հաղթահարված մարտահրավերներ եւ ավելի բարձր պրոֆեսիոնալիզմ, դա հետեւողական աշխատանքի արդյունք է, որը մենք որպես կողմ դատարաններում ամեն օր նկատում ենք։ Բայց անդրադառնալով ձեր հարցադրմանը եւ չկրկնելով այն ամենը, ինչ ասվեց մինչեւ ինձ, ես կցանկանամ 3 շերտ առանձնացնել ձեր հարցադրման մեջ
Եվ առանձին շատ կարճ ու ստեյության եւ թույլ տվեք փաստահեն, որովհետեւ պատրաստվելով այսօրվա քննարկմանը մենք մի փոքր նաեւ վիճակագրական վերլուծական աշխատանք ենք իրականացրել մեծ տվյալների հետ աշխատանքով եւ առաջին հերթին խոսելով դատարաններում քրեական գործի թվի ավելացման մասին, ես կարծում եմ, որ մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների բացարձակ թվի ավելացման պատճառների մեջ որոշակի դերակատարում ունի գլխավոր դատախազի 25 թվականի հուլիսի 21-ի հրամանը։ Այս հրամանով հաստատվել են Երևան քաղաքի վարչական շրջանների եւ մարզերի դատախազների աշխատանքների գնահատման արդյունավետության գնահատման չափորոշիչն ու կարգը եւ կարելի ասել 180 աստիճանով փոխվել։ Դատախազների գնահատումը, բացի պետական շահերի պաշտպանության հայցերով, վերջնական դատական ակտերով, դատախազական ներգործության միջոցներով եւ քրեական վարույթներով, պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնումից իրականացվում է նաեւ հիմք ընդունելով ծանր եւ առանձնապես ծանր գործերով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը, ինչպես նաեւ այս գործերով դատարաններում կայացված մեղադրական դատավճիռների թիվը։ Երևան քաղաքի վարչական շրջանների եւ մարզերի դատախազությունների աշխատանքի 25 թվականի առաջին կիսամյակի, իսկ ես կխոսեմ առաջ կիսամյակի մասին, որովհետեւ դեռևս չենք ամփոփել երկրորդը, եւ իմ տարեկան հաղորդման մեջ արդեն ամբողջական տվյալները կլինեն։ Այս գնահատման արդյունքները փաստում են, որ մեր այս ստորաբաժանումների կողմից հաստատված մեղադրական եզրակացությունով դատարան է հանձնվել 5478 քրեական վարույթ։ Սակայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերը եղել են ընդամենը 8.7%, 476 վարույթ, որը հետագայում դառնում է քրեական գործ։ Այս պարզ հաշվարկը վկայում է, որ իրավապահ եւ դատական համակարգի արդյունավետությունը բացարձակ թվերով, իսկ երբ ես ասում եմ բացարձակ թիվ, ես նկատի ունեմ այսքան հատ վարույթ ձևակերպումը, մենք այլևս այս ձևակերպմամբ չենք կարող գնահատել մեր վիճակագրական տվյալները եւ չենք կարող չաշխատել մեծ թվերի հետ, որովհետեւ մենք կունենանք մի փոքր խեղաթյուրված եւ շփոթեցնող պատկեր։ Մենք պետք է դրա հետ համադրենք միջդատական վարույթում եւ դատարանում ավարտված գործերի ծանրության աստիճանը, անպայման։ Եվ ծանր ու առանձնապես ծանր գործերով կայացված մեղադրական դատավճիռների թիվը։ Եվ այստեղից անցում անեմ ձեր հարցադրման երկրորդ շերտին։ Դուք մեջբերեցիք իմ հարցազրույցներից մեկը որակքանակի հարաբերակցության տեսանկյունից եւ ձեր թույլտվությամբ շարունակելով այդ միտքը եւ հիշեցնելով ձեր հարցադրման այդ կտորը, որ արդյոք քանակը ի վերջո բացասական իմաստով կարող է բերել որակի անկման, ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ դատարանում, ես կցանկանամ ընդգծել, որ ամեն անգամ, երբ մենք խոսում ենք իրավապահ եւ դատական համակարգի մասին, ծանրաբեռնվածություն բառը առաջինն է եւ ամենահաճախն է, որ հնչում է։ Մենք ծանրաբեռնված ենք, կրկնում եմ, այսքան հատ գործով։ Կրկին խոսում ենք բացարձակ թվերով։ Եվ եթե մենք շարունակենք բացարձակ թվերի վրա մեր գնահատականները, ապա մի օր անելու ենք շատ մեխանիկական մի եզրահանգում, որ ծանրաբեռնված աշխատանքը հանգեցրել է անորակության։ Եվ կարծում եմ, որ ձեր հարցի ենթատեքստում այսպես նուրբ այդ մտահոգությունը իհարկե կա։ Ես կարծում եմ, որ այո կդառնա անորակ, եթե մենք նույն ժամանակը եւ նույն էներգիան ծախսենք ինչպես պարզ, այնպես էլ բարդ խնդիրների լուծման համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն դատարաններին, խոսքը վերաբերում է նաեւ միջդատական վարույթներին։ Ես էլի, քանի որ սիրում եմ, երբ մենք փաստահեն ենք խոսում, էլի մի փոքր ձեզ կծանրաբեռնեմ, բայց շատ այսպես տեսանելի եւ վերլուծության համար հիշելի թվերով, ու կառաջարկեմ մի հատ շատ կարճ մտավարժանք անենք իրար հետ։ 2025 թվականի առաջի կիսամյակում 4706 գործով 4961 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Այս թվից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 401 գործով 523 անձի նկատմամբ։ Եթե ամփոփենք, ապա կայացված մեղադրական դատավճիռների մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը ընդամենը 8.5% է։
Համեմատելու համար նույն ժամանակահատվածը վերցնենք 2024 թվականի, նույն առաջին կիսամյակը։ Մեղադրական դատավճիռներ են կայացվել 3819 քրեական գործով։ Ուշադրություն դարձրեք, բացարձակ թվերի մեջ կա աճի միտում, բայց երբ որ մենք նայում ենք բովանդակությունն ու որակը, հիմա կտեսնեք, որ մենք ունենք ցավոք սրտի նվազում։ Այս թվերից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 436 գործով 521 անձի նկատմամբ։ Մեղադրական դատավճիռներով ավարտված գործերի մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը անցյալ տարի եղել է 11.4%։ Հիշեցնեմ, այս տարի 8.5-ն էր։ Այսինքն, եթե այսպես համադրենք, կտեսնենք, որ 24 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ բացարձակ թվերով մենք ունենք աճ, բայց երբ որ մենք խոսում ենք որակական գնահատականի մասին, ցավոք սրտի ունենք մոտ 8% նվազում։ Եվ այս վերլուծությունից, եթե շատ պարզ, այսպես հողի վրա եզրահանգում անեմ, ես կարծում եմ, որ այստեղ բարեփոխման անհրաժեշտություն կա, բայց աշխատանքի կազմակերպման եւ աշխատանքի նպատակներից բխող երկու շերտ խնդիրների տարանջատման տեսանկյունից՝ տակտիկական եւ ստրատեգիական։ Ասվածը բնավ օրենսդրական բարեփոխումների մասին չէ, մենք չենք պատկերացնում, որ սա հնարավոր է որևէ օրենսդրությամբ, բարձրագույն ակտով կամ որևէ այլ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտով փոխել, մենք կարծում ենք, որ այստեղ շատ պարզ, բայց միաժամանակ երևի մի փոքր բարդ մարտահրավեր է, որովհետև պետք է փոխվի մտածողությունը եւ աշխատանքի նկատմամբ, աշխատանքի արդյունավետության նկատմամբ վերաբերմունքը։ Եվ ամենակարևորը մենք պետք է դադարենք բացարձակ թվերով վիճակագրություն վարել։ Եթե մենք մեծ տվյալների հետ, այդ big data-ի հետ չսովորեցինք աշխատել, մենք անընդհատ մեխանիկորեն ավելացնելու ենք թիվը, բայց հետևից բացարձակ թվերով անխուսափելիորեն ունենալու ենք աճ։ Եվ այս հարցադրման հետ ես արդեն չչարաշահելով ժամանակը, բայց կցանկանամ ձեր հարցադրման երրորդ շերտին անդրադառնալ եւ ելի ձեր հարցին, որ արդյոք կան որոշակի լուծումներ ողջամիտ ժամկետում գործերը քննելու համար, կուզենամ շատ կարճ պատասխանել, որ այո, կան։ Եվ կրկին, որպեսզի մեր կապարանոց չհնչի իմ կանը, կբերեմ շատ փոքրիկ ու, այսպես կարելի ասել, էմպիրիկ փորձի վրա հենված մի վերլուծություն։ Մենք մեզ թույլ ենք տվել Գեղարքունիքի մարզի դատարանը վերցնել որպես ուսումնասիրության առարկա 2024 թվականի 9 ամիսների ընթացքում քրոնոմետրաժ են կարել հենց այս մարզի պատահականության սկզբունքով մարզի դատարանի աշխատանքը եւ ինչ հետաքրքիր եզրահանգումների ենք հանգել։ 472 քրեական գործի դատաքննությունը ավարտվել է եւ մնացորդ քրեական գործերի թիվը կազմել է 136։ Եթե ավելի պարզ ասեմ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործերի թվից ավելին ավարտվել է եւ տեղի է ունեցել մնացորդ քրեական գործերի նվազում, ինչը անսպասելի եզրահանգում է։ Եվ մենք սկսեցինք վերլուծել, թե ինչն է այս դրական դինամիկայի պատճառը եւ մի շարք համաժամանակյա գործոններ վերհանեցինք։ Ձեր թույլտվությամբ թվարկեմ։ Նախ դատական նիստերի նշանակման հաճախակիություն։ Ես հիմա թվերով ցույց կտամ, ինչ հաճախակիություն են ենթադրել այս նիստերը։ Դատախազների կողմից նիստերին բացակայելու դեպքերի բացառում, գիտեք, մենք այս հարցը կարգավորել ենք արդեն 2 տարի, դա էթիկայի հարց է դատախազների համար եւ այդ բացակայությունները ընդհանուր մինչեւ կարգապահական պատասխանատվության են հանգեցնում։ Երրորդ գործոնը, որը շատ կարևոր է, դատավորը ակտիվ է եղել կողմերի ներկայությունն ապահովելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու համար, խոսքը գրագրության մասին չէ։ Կողմերի հետ նախապես դատավորը նիստի օր է համաձայնեցրել, իսկ եթե եղել են անհարգելի բացակայություններ, կիրառել է օրենքով նախատեսված միջոցներ, սանկցիաներ, այսինքն դատավորը համարձակ է եղել նմանատիպ որոշումներ կայացնելիս։ Եվ խոսքը մի դատավորի մասին չէ, խոսքը ամբողջ դատարանի մասին է։ Եվ դատական նիստերը, որը շատ հետաքրքիր էլի եզրահանգում էր մեզ համար, եթե բովանդակային առումով տեղի է ունենում դատական նիստ, որը տևում է մեկ ամբողջ աշխատանքային օր, դա շատ ավելի արդյունավետ է լինում, քան օրինակ բացված եւ ընդհատված դատական նիստը, ֆորմալ առումով դատական նիստ կա, բովանդակային առումով դատական նիստ չկա։ Եվ մենք կարծում ենք, որ այս պայմանների միաժամանակյա առկայությունը թույլ է տվել դատարանին նման դրական ցուցանիշներ գեներացնել։ Նաեւ այստեղ իհարկե չպետք է ես խոստացա եզրահանգման մեջ նշել, թե ինչ
մինիմալ, հա, միջին այսպես ասած, նիստերի քանակ է, որը թույլ է տվել դատարանին նման ցուցանիշներ գեներացնել, մեր կարծիքով, եթե ամիսը խոսքը վերաբերում է բարդ գործերին, 2-ից 3 բովանդակային նիստ է տեղի ունենում, ապա որպես կանոն այս նիստերը չեն ձգձգվում եւ դուրս չեն գալիս ողջամտության սահմաններից։ Այստեղ իհարկե մեծ դերակատարություն ունեն համաձայնեցման վարույթները, որտեղ տուգանքները նշանակվում համաձայնեցված վարույթներով եւ արագացված դատաքննությունները իհարկե, երբ որ մենք ունենում ենք որակյալ մեղադրական եզրակացություն եւ ըստ էության արդեն կողմը դատարանում դա չի վիճարկում։ Ամփոփելով նշեմ, որ նկարագրված իրողությունը աշխատանքի կազմակերպման, ինչի մասին ես խոսում եի, հա, որակ քանակ հարաբերակցության մեջ ցույց է տալիս, որ շատ էլ հնարավոր է, նույնիսկ մարզի պայմաններում, երբ որ մենք այսօր մարզերում ունենք, ես տեսա Հարատն ու Վայոց ձորը, ու ճիշտ ասած չզարմացա Արմավիրի վրա, որովհետև ես տեսնում եմ, թե մեղադրական եզրակացություններով քանի ծանր եւ առանձնապես ծանր գործ է այս մարզերի կողմից ուղարկվում դատարան, ես տեսնում եմ, որ եթե դատավորները, իսկ խոսքը 5 դատավորի մասին է, կարողանում են աշխատանքի կազմակերպման նման որակ ապահովել, մենք ըստ էության կարողանում ենք հաղթահարել ուշացած արդարադատությունը։ Ես շատ կարճ ուղղակի, քանի որ շատ խոսեցինք ողջամիտ ժամկետների հետ կապված գործերի քննության եւ վաղեմությունն անցնելու հիմքով դատաքննության փուլում եւ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ ցանկալի կլիներ, եթե մեր կողմից դաշտային աշխատանքի, հա, ես մեր աշխատանքը դաշտային եմ անվանում, դաշտային աշխատանքի արդյունքները ներկայացնենք, ես իմ կարծիքով բացասական դինամիկա եմ տեսնում, կցանկանայի ձեզ հետ կիսվել մեր արած եզրահանգումներով 2020 թվականին բացարձակ թվերով դատաքննության փուլում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում դադարեցվել է 61 անձի նկատմամբ 2021 թվականին 233 22-ին 343, 23-ին 519, 24-ին 233, 25-ը դեռ ամբողջությամբ ամփոփված չէ, բայց առաջին կիսամյակում ունենք 118 անձի նկատմամբ ըստ էության վաղեմության հիմքով հետապնդման դադարեցում, որը կարծում ենք մարտահրավեր է, որը անհրաժեշտ է հաղթահարել։ Ճիշտ է, նոր քրեական օրենսգիրքը այս հարցը կարծես թե լուծել է ավելի երկար ժամկետները նախատեսել, ես վստահ եմ, որ կառավարության եւ օրենսդիր մարմնի մեր գործընկերները ավելի մանրամասն սրա մասին կխոսեն եւ բնականաբար 2022 թվականից հետո քրեական վարույթներով մենք այս մարտահրավերը չենք ունենալու, բայց մենք ակնհայտորեն այս մարտահրավերն ունենք մինչեւ 2022 թվականը կատարված հանցագործությունների հետ կապված եւ մենք այստեղ կարծում ենք, որ առաջինը անհրաժեշտ է աշխատանքի ճիշտ պլանավորում, վիճակագրությունը բացարձակ թվերով հաշվելուց այլևս ձեռնպահ մնալ եւ ավելի շատ վերլուծություն անել մեծ տվյալների հետ եւ ինչը ոչ պակաս կարեւոր է այսօր մեղադրանքների հետ կապված նաեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները հաշվի առնելով մեկ վարույթում միացվում են այն գործերը, որոնք վերաբերում են նույն անձանց եւ սա թույլ է տալիս ընդհատել վաղեմության ժամկետի ընթացքը եւ կոռուպցիոն գործերով մենք ունենում ենք նաեւ փողերի լվացման մեղադրանքներ, որոնք եւս ընդհատում են վաղեմության ժամկետի ընթացքը, կարծես թե այս դատական պրակտիկան լուծումը առաջարկել է։ Մենք կարծում ենք, այստեղ ամենամեծ մարտահրավերը մնում է, որ յուրաքանչյուր դատավոր իր ամենօրյա աշխատանքի մեջ կարողանա այս առաջնայինը երկրորդականից տարբերելու եւ ստրատեգիական առումով տակտիկական քայլերը ճիշտ մշակելու դեպքում հնարավորություն տա մեծ ժամանակին ավարտել դատարանում քրեական վարույթները։ Ներողություն, երբ մի փոքր շատ խոսեցի, թվերով ծանրաբեռնեցի, բայց եթե հարցեր կլինեն, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, չէ, շատ կարևոր էր հնչեցված նաև վիճակագրական տվյալները, հատկապես ես մտածում եմ, որ կարող է լինել տարբերություն, բայց 20 թվականին 60, շուրջ 60, ես կլոր թվերը կասեմ, 60, հետո 300, այս պահին դեռևս 100 քանիս, այսինքն 4-5 անգամ ավել գործերի այդպիսի ավարտով, այսպես անորոշության ավարտով, հա, շատ հաճախ այնել քրեական արդարադատության դեպքում դա իհարկե խնդրահարույց է եւ միանշանակ լավ ուղերձ չէ հասարակության համար, քանի որ ստացվում է, որ կարելի է կատարել հանցագործություն եւ մնալ անպատիժ եւ դա օրենքի ուժով, այսպես ասած, նաեւ ուշացած արդարադատության արդյունքում, բայց շատ կարեւոր է մի բան, շատ հետաքրքիր վիճակագրության վերաբերյալ վերլուծություն արեցիք, ուղղակի
Այդ տեսեք Գեղարքունիքի մարզը, եթե չեմ սխալվում, նվազ ծանրաբեռնված դատարաններից է եւ դատավորները այդքան ծանրաբեռնված չեն եւ շատ հաճելի է լսել, որ չծանրաբեռնվածության պայմաններում կամ միջին նորմալ ծանրաբեռնվածության դեպքում դատավորները նաեւ ձեր որպես կողմի գնահատական շատ նորմալ իրականացրել են process-ը եւ աշխատանքային առումով լավ են կազմակերպել այն եւ իհարկե ծանրաբեռնվածության պայմաններում միանշանակ կա միգուցե կաղելու եւ լավարկելու հնարավորություն, ինչը նպատակ է ունեցել, երբ որ մենք որոշում ենք կայացրել ուղենիշային ժամկետների վերաբերյալ նաեւ մոնիթորինգ իրականացնելու դատարանների նախագահների, կարծում եմ մենք այստեղ միանշանակ լավարկման եւ այդ մոնիթորինգի մեխանիզմը ավելի բարելավելու կարիք ունենք ձեր բարձրացած հարցերին նաեւ անդրադառնալու համար, բայց եթե լրացնելով ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Կարճ ուղղակի մենք նաև հաշվի ենք առել վերլուծությունն անելիս, ինչու Գեղարքունիքը, որտեղ համալրված է եղել ամբողջությամբ։ Օրինակ, եթե ես փորձեի Արմավիրը կամ Արարատը, որոշակի դժվարություններ էինք ունենալու համալրվածության հետ կապված խնդիրներ ու խոչընդոտներ կար, մենք շարունակելու ենք այս աշխատանքը եւ մի կարեւոր ընդգծում մենք չենք ընտրել ամենածանրաբեռնված դատարանները ցույց տալու համար, որ եթե դատավորները ունենում են աշխատանքի պլանավորման մակարդակ, իրենք չեն էլ ունենում աշխատանքային ծանրաբեռնվածություն, այսինքն, հա, շրջապտույտը տեղի է ունենում, այսպես ասած, նաև աշխատանքային սովորույթի ուժով։ Այս ուղղակի դիտարկումն է ուզում անել, որ տպավորություն չլինի, որ Գեղարքունիքը ընտրել ենք որպես ամենալավը, չէ, ընտրել ենք նախ պատահականության սկզբունքով, երկրորդը համալրվածությունը հաշվի առնելով եւ չենք ընտրել ամենածանրաբեռնվածը, որպեսզի կողմնակալության տպավորություն չստեղծեինք։ Շնորհակալ եմ։ Կալեմ, այո, մեդալը ունի երկու կողմ սկզբունքով, հա, եւ այստեղից կարելի է նայել եւ այնտեղից։ Իհարկե համալրվածությունը միգուցե ինչ-որ մի շրջանում ձեր կողմից ուսումնասիրության կատարված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մենք հիմնականում մեր մոտ գրեթե բոլոր հաստիկները այս պահին լրացված են, բայց կարող է ինչ-որ մի ժամանակ, մինչեւ հրամանագիրը, մինչեւ նոր նշանակումը ձեր ուսումնասիրության ժամանակահատվածում Գեղարքունիքն է, որ եղել է թափուր, բայց շատ լավ դիտարկում է պարզ եւ բարդ խնդիրների վերաբերյալ պրիորիտետներ դնելու եւ ավելի բարձր ցածր պրիորիտետներով գործերը քննելու առումով եւ այստեղ միշտ խոսում ենք թվային գործիքների կիրառման եւ թվային գործիքները օգտագործելու համատեքստում այդ բարձ գործերի պրիորիտետներ դնելու մասով եւ այս առումով հաջորդ հարցս կուղեմ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին պարոն Վարդանյան։ Հարցս կրկին կսկսեմ ձեր խոսքերով, ձեր հարցազրույցի ժամանակ նշել եք պետական ծառայությունը լավություն չէ։ Պետական ծառայությունը մեր աշխատանքն է։ Ես վստահ եմ, որ այս տրամաբանությամբ են աշխատում ամենօրյա ռեժիմով բազմաթիվ մեր գործընկերներ, այդ թվում դատավորներ եւ դատական ծառայողներ, բայց շատ ենք խոսում արհեստական բանականության կիրառման մասին եւ այդ գործիքները կիրառելու մասին եւ հատկապես տիկին դատախազի կողմից մատնանշված պարզ ու բարդի տրամաբանության մեջ ձեր կարծիքով ինչպիսին են այդ գործիքների հնարավորությունները եւ կիրառելի են արդյոք դրանք ողջամիտ ժամկետների պահպանման համատեքստում, սակայն դրա հետ մեկտեղ արդյոք մենք չենք կորցնի արդարության ոգին, նվիրվածությունը, ներքին համոզմունքը եւ այն բոլոր կատեգորիաները, որոնց մասին նաեւ շեշտեց պարոն վարչապետը իր խոսքի մեջ, եւ արդյոք կկարողանա այդ ռոբոտային ճշտապահությունը փոխարինել այդ բոլոր արժեքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թումանյանց, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Համայնական դատարանի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ այսօրվա կապակցությամբ, եւ շնորհակալություն հայտնել այս միջոցառմանը ելույթով հանդես գալու հնարավորության մասին։ Տիկին Թումանյանց, դուք գիտեք, ես ի սկզբանե խոստացել եմ լինել ծայրահեղ անկեղծ իմ ընտրողների հետ, եւ այստեղ եւս այդ ծայրահեղ անկեղծությունը կկիրառեմ։ Ես չեմ ասել պետական ծառայությունը լավություն է, ասել եմ պետական ծառայողը իր գործառույթները իրականացնելիս քաղաքացուն չպետք է դա մատուցի որպես լավություն, որովհետեւ դա աշխատանք է, որի համար մենք մեզանից յուրաքանչյուրը վարձատրվում է։ Տեսեք, կարճացնում ենք բովանդակությունն է փոխվում։ Գիտեք, առաջի գաղափարը օգտագործել թվային լուծումներ արդարադատություն իրականացնելիս այդ է եկել ոչ 21-րդ դարում, ոչ 20-րդ դարում, ոչ 19-րդ դարում, եթե չեմ սխալվում, Gottlieb Leibnizն է դեռևս 18-րդ դարի վերջում առաջարկել մի գաղափար, որի էությունը հետևյալն է, որ ցանկացած
դատական դատողություն կամ փաստար կարող է ներկայացվել մաթեմատիկական հաշվարկների միջոցով եւ հասնել որոշակի լուծումների։ Այնուհետեւ այս խնդրին անդրադարձել է եւ Նորբերտ Վիները եւ այլ հետազոտողներ կիբեռնետիկայի ոլորտում, բայց որևիցե մեկը որևիցե անգամ չի բարձրացրել հետեւյալ հարց, որ մեքենան կամ արհեստական բանականությունը կարող է կամ որևիցե եղանակով հնարավորություն կունենա փոխարինել մարդուն, որը պետք է իրականացնի արդարադատություն։ Ի վերջո այն ինչ մենք անվանում ենք արհեստական բանականություն, դա նոր երևույթ չէ։ Արհեստական բանականությունը հիմնված է ալգորիթմային հաշվարկների վրա եւ ալգորիթմների վրա, որոնք ձևավորվել են դեռևս 20-րդ դարում, իսկ նրանք միշտ եղել են եւ միշտ գոյություն են ունեցել եւ տարբեր եղանակներով, այդ թվում դատական իշխանությունը նախկինում կիրառել է։ Արդյոք արհեստական բանականությունը այսօր անհրաժեշտ է եւ օգտակար դատական իշխանությունում։ Արդյոք մենք կարող ենք արհեստական բանականության գործիքների միջոցով նվազեցնել դատավորի ծանրաբեռնվածությունը։ Ես կրկին շատ անկեղծ կգտնվեմ եւ պետք է ասեմ, որ մենք 7 տարի հետ մոտավորապես ես պետաերավական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ եւ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի դատարանները բեռնաթափվեն։ Բայց կա մի կարևոր լուծում եւ բաց տեքստով պետք է ասեմ, մեր մոտ դատավորների թիվը չի համապատասխանում միջին եվրոպական չափանիշներին։ Մենք կարող ենք տարատեսակ լուծումներ գտնել, բայց դատավորների թվականակը շատ ավելի քիչ է։ Հասարակական հարաբերությունները Հայաստանում շատ ավելի ակտիվ եւ դինամիկ են զարգանում։ Մենք ունենք նոր դատավարության տեսակներ, նոր էլեմենտներ դատավարության, արհեստական բանականությունը դարձել է փաստաբանների կողմից օգտագործող շատ ակտիվ օգտագործող երևույթ, այսինքն միջին փաստաբանը կարող է շատ ավելի ակտիվ եւ արագ աշխատել, քան պետական ապարատը որպես այդպեսին։ Եվ սա հանգեցնելու է վաղ թե ուշ իրավիճակների եւ պարզապես պետական համակարգը, եթե չորթեգրի արհեստական բանականության գործիքների օգտագործման հնարավորությունը, դա կարող է հանգեցնի պետական ապարատի պարալիզացմանը։ Այսինքն փաստաբանը ունակ կլինորական հարյուրավոր հայցեր ներկայացնել, իսկ պետական համակարգը չի կարողանալու արձագանքել։ Բայց արդյոք արհեստական բանականությունը պետք է դատարաններին։ Իրականում կա նաև տեսակետ, չեմ ասի ով, նաև մեր գործընկերներից կիսում է այդ տեսակետը, որ իրավաբանի մասնագիտությունը ընդհանրապես մահամերձ է, վաղ թե ուշ հնարավոր կլինի ունենալ արհեստական բանականության համարժեք գործիքներ եւ այլևս իրավաբանի կարիք չի լինի։ Ես այդ կարծիքի կողմնակիցը չեմ, որովհետեւ պարոն վարչապետ, դուք ճիշտ ընդգծեցիք, սահմանադրականությունը, իրավականությունը ունի նաև բարոյական կողմ։ Մեր մոտ շատ դեպքերում քաղաքացիները, երբ որ բողոքում են արդարադատության սակավությունից կամ արդարության սակավությունից, նրանք շատ դեպքերում չեն կարողանում հայտնաբերել իրավակարգավորման մեջի բարոյականությունը, երբ որ օրենքի բարոյականությունը դու չես հասկանում, չես ուզում այդ օրենքը կիրառես։ Եվ սա ստեղծում է լուրջ խնդիրներ։ Ինչը վերադառնալով արհեստական բանականության գործիքներին, ես մի հարց եմ ուզում տալ, էլի, մեր գործընկերներից քանի հոգի է օգտագործում այսօր դատական գործերի քննության ընթացքում արհեստական բանականության գործիքներ։ Գիտեմ, հարցը մի քիչ բարդ է, բայց ես օրինակ օգտագործում եմ ձեռքը բարձրացնում, իսկ ով է պատրաստ ձեռք բարձրացնել, կարծես թե ոչ ոք, 1, 2, որոշ խիզախներ կան, 3, 4, 5, խիզախությունը շատանում է։ Ինչ եմ սա ասում, որտեղ ինձ է անձամբ պատել, դատորներից մեկին տեսա, ասում եմ ծանրաբեռնված եմ, ասում եմ արհեստական բանականության գործիքներ օգտագործում, ես այդքան ժամանակ չունեմ սովորելու։ Ասում դուք մեկ օր պետք է ծախսես հասկանալու համար թե այդ աշխատանքը ինչպիսին է, որովհետեւ դու կարողանաս սկսես օգտագործել։ Եվ այստեղ երկրորդ հարցն է գալիս, ինչի՞ ես ասում, որ ծանրաբեռնվածությունը դատավորի չպետք է նվազի արհեստական բանականության գործիքների օգտագործման միջոցով։ Դատավորը պետք է լինի ծանրաբեռնված։ Բայց դատավորին պետք է ազատել ռուտինայից, այն ինչ մենք անվանում ենք ամենօրյա անհասկանալի ինչ-որ մեխանիկական գործառույթներ, որոնք դատավորը ինքնին չպետք է կատարի։ Մենք վերջի շրջանում բավականին հետաքրքիր օրենսդրական փոփոխություններ կատարեցինք ծիծաղելիերը, բայց այդպեսին է, մենք այսքան նույնականացման գործիքների մեջ դատավորները ստիպված են լինում ամեն որոշման ամեն էջ յուրաքանչյուր դատավոր կոլեգիալ մարմնի ստորագրել։ Մոտավորապես որ համադրենք դա բուժական թերապիա է, դա կոչվում է աշխատանքային թերապիա։ Այս նույն բանը անընդհատ կրկնես եւ պատկերացրեք ինչքան ժամանակատար է։ Արհեստական բանականության գործիքները պետք է ուղղված լինեն միանշանակ
դատավորի ծանրաբեռնվածության նվազեցմանը, բայց ռուտինային նվազեցմանը, հնարավորություն տալու համար դատավորին, որպեսզի իր օրը կազմակերպի այն եղանակով, որպեսզի բովանդակային վերլուծություն իրականացնի։ Ինչպիսին են Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական ստանդարտները արհեստական բանականության գործիքների օգտագործման։ Սա մասն էլ պետք է խոսենք, որտեղ մենք նոր սկսում ենք տեղակողել այդ փուլ։ Կամ որոշակի չափորոշիչներ, համար մեկ չափորոշիչը հետեւյալն է. մեքենան չի կարողանա փոխարինել դատավորին, սա սկզբունք է։ Կարելի է անդրադառնալ ռոբոտատեխնիկայի օրենքներին հայտնի, բայց այդուհանդերձ թողենք սա մի կողմի վրա, նպաստելու համար այն ալգորիթմները, որոնք պետք է օգտագործվեն արհեստական բանականության արդարադատություն իրականացնելիս, պետք է լինեն թափանցիկ, պետք է լինեն ոչ խտրական եւ պետք է լինեն բողոքարկելի։ Ինչի եմ ասում ոչ խտրական, թափանցիկ եւ այլն, որովհետեւ մեզ թվում է, որ մենք արհեստական բանականության հետ գործ ունենք, որ ինքը օբյեկտիվ տեղեկատվություն է մեզ տալիս։ Սա շատ եւ շատ կասկածելի դատողություն է, որովհետեւ կախված դրանից արհեստական բանականության որ գործիքը ինչ ալգորիթմի վրա է հիմնված, կախված է թե վերջինս ինչ պատասխան է տալու։ Ամփոփելու համար, գիտեմ երկար խոսեցի, ամփոփելու համար, որտեղ այս հարցադրումը շատ է հնչում, ես կցանկանայի ասել հետևյալը, այո, արհեստական բանականությունը անհրաժեշտ է դատարանի որակական ցուցանիշները փոփոխելու համար, բայց մեզ պետք է արհեստական բանականության այնպիսի գործիք, որը հիմնված կլինի փակ համակարգի վրա, որովհետև արհեստական բանականության բաց գործիքները շատ վտանգավոր են։ Մենք չգիտենք իրանք ինչ ալգորիթմով են աշխատում, ով է այդ ալգորիթմի տակ կանգնած, այդ ալգորիթմը արդյոք ճիշտ է հաշվարկում այս կամ այն լուծումը եւ այլն։ Փակ համակարգ նշանակում է, որ արհեստական բանականության machine learning-ի գործիքները հիմնված են ներպետական, դատական պրակտիկայի ամբողջականությունը պետք է լինի, այսինքն դա պետք է լինեն այն աղբյուրները, որոնց հիման վրա դատավորը կարող է իրականացնել արդարադատություն, ստանալով համարժեք օգնություն արհեստական բանականության գործիքներից։ Հակառակ դեպքում, եթե մենք անտեսենք արհեստական բանականության գործիքները, չունենանք մեր սեփական արհեստական բանականության գործիքները, արհեստական բանականության տարբեր տեսակի եւ տարբեր երկրներ գիտեք իրենց համակարգներն են ձևավորում, այդ գործիքները կարող են խեղաթյուրել ընդհանրապես արդարադատության արդեն թվային կամ ժամանակակից համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Եթե կարողացա պատասխանել ձեր հարցին, մոտավորապես այսպես է, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Շատ բովանդակալից եւ հետաքրքիր պատասխանի համար եւ լավ հարթակ ենք բացել հաջորդ մեր խոսնակի համար, Տիկին նախարար, մեր Բարձրագույն դատական խորհրդի հիմնական գործընկերը թվայնացման ոլորտում դուք եք արդարադատության նախարարությունն է իրականացրել քաղաքացիական էլեկտրոնային համակարգը այս նախորդ տարի վարչական էլեկտրոնային համակարգի ներդրումը եւ բոլոր բարեփոխումները բնականաբար իրականացվում են նաեւ ձեր միջոցով։ Պարոն Վարդանյանը խոսեց հաստիկների ավելացման մասով 2018 թվականից սկսած բավականին մեծ քանակի դատավորների հաստիկների ավելացում է տեղի ունեցել, 80-ից ավելի դատավոր է ավելացվել այս ընթացքում եւ այսպիսի բազմաթիվ այլ բարեփոխումներ, ես կխնդրեմ անդրադառնալ այդ բարեփոխումներին, բայց միաժամանակ հաշվի առնելով, որ նախարարությունը կարելի այսպես ասել լակմուսի թուղթ է նաեւ բողոքների տեսակետից քաղաքացիների, որովհետեւ վարույթներ հարուցող մարմին է եւ Բարձրագույն դատական խորհրդում նաեւ կողմ է դատավորների դեմ բողոքները ներկայացնելով եւ պաշտպանելով, այդ առումով կխնդրեմ ձեր գնահատականը, արդյոք այս բարեփոխումները տվել են իրենց արդյունքները եւ արդյոք բողոքները նվազել են կամ չունենք որևիցե տենդենց կամ ինչպիսին է տենդենսը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, նախ ուզում եմ շնորհավորել ձեզ տոնական այսօրվա հատկապես, շնորհավորում եմ այն դատավորներին, որոնք իրապես պրոֆեսիոնալ եւ բարեվարք են եւ հետեւաբար իրապես անկախ են եւ այդ անկախությունը ընկալում են ոչ թե որպես պետությունից անկախություն, այլ անձանցից անկախություն։ Քանի որ խորագիրը հանդիպման ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն է, ես ուզում եմ խոսել այս համատեքստում կառավարության եւ դատական իշխանության երկխոսության եւ դրա կարեւորության մասին։ Երբ խոսում ենք ժամկետների խնդրի մասին, միշտ բարձրաձայնում ենք օբյեկտիվ խնդիրներ, որոնք այո իրապես առկա են, բայց այդ երկխոսությունն է, որ
մեզ բերում է այն ցանկալի արդյունքին, որը որոշ դեպքերում կա նաև հիմա։ Շնորհակալ եմ, որ նշեցիք հաստիկների ավելացման մասին։ Այո, 2019 թվականից ի վեր 80 դատավորի հաստիկ է ավելացվել։ Դուք բարձրաձայնում եք այն խնդրի մասին, որ վարձատրությունը քիչ է, պարոն Աթաբեկյանն իր ելույթում նշեց, որ դատավորների վարձատրությունն այս ընթացքում ավելացել է 40%-ով։ Դուք ասում եք օրինակ, որ ճիշտ չէր արագացված դատավարությունը, դատաքննությունը հանել նորերից գրքից, կառավարությունը լսում է ձեզ եւ հետ է բերում այդ կառուցակարգը։ Դուք ասում եք, որ մենք ծանրաբեռնվում ենք դատական ակտի յուրաքանչյուր էջը ստորագրելով, մենք ասում ենք շատ լավ, մենք կփոխենք այդ կարգավորումը։ Դուք ասում եք, որ մեզ արագ գործելու համար անհրաժեշտ են պարզեցված ընթացակարգեր, գրավոր ընթացակարգեր, մենք որպես կառավարություն ասում ենք շատ լավ, մենք կնախաձեռնենք փոփոխություններ, որոնք ձեզ կտան պարզեցված եւ արագացված կարգով քննել գործեր։ Բայց խնդիրները շարունակում են դեռ մնալ ակտուալ եւ ես ունեմ համոզմունք, որ խնդիրների մեծ մասը այս պահին գոնե թե ոչ թե օբյեկտիվ են, այլ սուբյեկտիվ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ նույնիսկ եթե համարենք, որ կան օբյեկտիվ շատ մեծ խնդիրներ, դրանց պայմաններում բարեխիղճ դատարանների, դատավորների գոյությունը, որոնք հասցնում են ողջամիտ ժամկետում գործերի քննություն իրականացնել, մեզ բերում է այն կարծիքին, որ իրականում խնդիրների մեծամասնությունը սուբյեկտիվ բնույթի են։ Եվ նաև այս հարցը շահկապելով, խնդիրը շահկապելով ձեր հարցին, պետք է ասեմ, որ այս պատկերը մենք տեսնում ենք նաև մեզ ուղղված դիմում բողոքներում։ Ինչ ենք մենք տեսնում դրանցում։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Եվ այս հարցերի պատասխանները, եթե դրանք օբյեկտիվ բնույթ ունեն, մենք մանճանապարով, եթե դրանք սուբյեկտիվ են, ապա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հանգեցնեն կարգապահական պատասխանատվության եւ որոշ դեպքերում ես ուրախ եմ, որ հանգեցնում են կարգապահական պատասխանատվության։ Ուզում եմ նշել, որ մենք ունենք մի արդեն պրակտիկա, որ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում են կամ կանխատեսում են հանգուցալուծումը հնարավոր լիազորությունների դադարեցման տեսքով, սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից։ Ես չեմ կարող ասել սա լավ է թե վատ է քաղաքացու տեսանկյունից ու աչքերում այդ դատավորը այդպես էլ չի արժանանում համապատասխան պատասխանատվության, բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է եւ իրապես մաքրվում է, որովհետեւ մեզ ներողություն, բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր։ Այս առումով մենք պետք է ունենանք գործիքակազմեր, որոնք դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա նույն դատավորներին համալրել դատավորների շարքերը ապագայում։ Ես ուզում եմ սուբյեկտիվ երևույթների մասին խոսելով ուշադրություն դարձնել մի պարզ երևույթի, որը վերաբերում է ժամանակի կառավարմանը, եւ այս առումով մենք ունենք շատ խնդիրներ, չնայած որ օրենսդրական հիմքերի տեսանկյունից բավարար չափով կարգավորումներ նախատեսված են եւ նաեւ թվայնացման գործիքները գալիս են օգնելու ճիշտ ժամանակի ճիշտ կառավարմանը եւ գործընթացների ճիշտ կազմակերպմանը։ Մենք ունենք խնդիր իրավունքների չարաշահման համատեքստում, սիրելի դատավորներ, դուք ունեք այդ գործիքակազմը, որպեսզի պատասխանատվության կարողանաք ենթարկել իրավունքի չարաշահում թույլ տված դատավարության կողմերին։ Եվ իհարկե ես ուզում եմ խոսել նաև մյուս մարմինների աշխատանքի մասին, որոնք միարժեքորեն ազդում են դատարանների կողմից կատարված աշխատանքի եւ որակի, եւ բովանդակության, եւ արդյունավետության վրա, եւ ժամանակի ծախսի վրա։ Դուք առնվազն քրեական գործերով այսօր ունեք լրացուցիչ որոշումներ կայացնելու հնարավորություն։
Ցավոք սրտի ես այս պահին չունեմ վիճակագրություն, բայց եթե ունենայի իմ ձեռքի տակ, դա կխոսեր այն մասին, որ շատ քիչ են դեպքերը կամ դրանք չկան, երբ դատավորը իր լրացուցիչ որոշմամբ արձանագրում է խնդիրներ, որոնք կապված են այլ պետական մարմինների գործունեության հետ, որոնք դրսևորվել են միջդատական վարույթի ընթացքում։ Սիրելի դատավորներ, դուք միշտ ասում եք, որ ձեր վրա է թողնված բեռը վերջնական ակտ կայացնելու եւ հետեւաբար ձեզ է ուղված հանդրության խոսքը, որը ոչ միշտ է գոհունակությամբ լցված, վերաբերող դատական ակտերին, ասելով, որ այո, մենք վերջին օղակն ենք, որը իրականացնում է դատաքննություն, բայց կան շատ սխալներ, որոնք թույլ են տրվել ժամանակին վարույթն իրականացնող այլ մարմինների կողմից եւ մենք չենք կարող ստանձնել դրա համար պատասխանատվություն։ Ես ուզում եմ, որ մենք հակառակ կողմից նայենք եւ հասկանանք, որ դատական իշխանությունը այն իշխանությունն է, որը գոնե թե այս պահին եղած օրենսդրական կարգավորումներով կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Եվ պետք չէ մտածել վատամարդ չլինելու կամ սոցիալական կապերը վտանգելու մասին եւ պետք է առաջ շարժվել այն ուղղությամբ, որ ձեր ձայնը լսելի դարձնեք եւ պետության համար եւ քաղաքացիների համար եւ ինչու ոչ որոշ դեպքերում օգտվեք ձեզ ընձեռնված օրենսդրական հնարավորություններից մատնացույց անելու պետական մյուս մարմինների թերացումները։ Դրանք կլինեն վարչարության թերացումներ, դրանք կլինեն մեր հարգարժան դատախազության թերացումները, քննչական մարմինների թերացումները եւ այլն։ Եվ ուզում եմ ասել, որ ինչքան էլ որ խոսում ենք ողջամիտ ժամկետներում գործերի քննության մասին եւ ասում ենք, որ ողջամիտ ժամկետները շոշափելի են միջազգային պրակտիկայում եւ նույնիսկ մեր դատական պրակտիկայում կամ նույն բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված ուղենիշային փաստաթղթերում մենք կարծում ենք, որ դրանք պետք է հստակ լինեն եւ կանխատեսելի, նախորդ մեր քննարկումների ժամանակ այս մասին խոսել ենք եւ դա է պատճառը, որ մենք որոշում ենք կայացրել, ընդ որում այդ որոշումը պարզ որոշում չէր, յուրաքանչյուր դատավարության համար ունենալ օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ։ Ինչու է այս որոշումը կայացվել։ Նախ որպեսզի լինի հստակություն դատավարության բոլոր մասնակիցների համար, թե որքան կարող է տևել դատական գործի քննությունը մեր երկրում, եւ երկրորդ, եթե այդ ժամկետները երկարացվում են, դրանք ոչ թե երկարացվեն ուղղակի, այլ պատճառաբանված տարբերակով։ Եվ եթե դրանք չլինեն պատճառաբանված, ապա խնդիր է առաջանալու գնահատել դատավորի վարքագիծը կարգապահության տեսանկյունից։ Այսինքն այլ տարբերակ, ավելի լավ տարբերակ, քան դա է, մենք մտածել չենք կարող եւ ուզում եմ շեշտել, որ այն ժամկետները, որոնք ընտրվել են մեր կողմից, ինքնաբերաբար չեն ընտրվել, այլ ընտրվել են հաշվի առնելով բոլոր դատարանների ծանրաբեռնվածությունը եւ այն դատավորների հստակ օրինակը, որոնք կարողանում են ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը։ Ամփոփելով խոսքս, ես ուզում եմ այն ավարտել մի դրական լուրով։ Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտվածների եւ կալանավորվածների հարաբերակցության մասով։ Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավել դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ։ Վերջին 5 տարիների ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել եւ մշտապես կալանավորների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտված անձանց թիվը։ Սա շատ մեծ դրական ցուցանիշ ենք համարում եւ հույս ունենք, որ առաջիկայում process-ների արագացմամբ պայմանավորված այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի հօգուտ դատապարտյալների։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Գալյան, երբ ես աշխատում էի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, մենք ցանկանում էինք ինքներս մեզ մեր
օրը, դեկտեմբերի 10-ին, որ մենք աշխատանք չունենանք, այսինքն բոլորը գոհ լինեն մարդու իրավունքների պաշտպանության վիճակից Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ձեզ նույնպես կարելի է ցանկանալ եւ մեզ նույնպես, որ ոչ դատապարտված, ոչ կալանավորված, ոչ թե հարաբերակցության հարց լինի, այլ ընդհանրապես որպես ոչ միայն տուրիստական որպես ուղղություն ապահով երկիր դիտարկվենք, կարելի ասել գրեթե առաջին տասնյակում, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով։ Եվ անցնում ենք այսպես ասած ամփոփման փուլին մեր այս հետաքրքիր քննարկման վարչական դատական խորհրդի նախագահ կարծես թե այո ասելիք ունեք, խնդրեմ։ Շնորհակալություն, մինչև մեծարգո պարոն վարչապետի վերջնական ելույթը ես ուղղակի ուզում եմ երկու հարցով արձագանքեմ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին այս հետաքրքիր քննարկման համար, իհարկե դուք էլ կեզրափակեք վերջում Տիկին Թումանյանց, բայց ամեն դեպքում ես իմ շնորհակալական խոսքն եմ ուզում հայտնել եւ ներկաներին եւ պանելի մասնակիցներին, անպայման յուրաքանչյուր դիտարկում քննարկման առարկա կդառնա եւ յուրաքանչյուր դիտարկում, յուրաքանչյուր հայտարարություն հետևություններ անելու հաստատ առիթ կդառնա։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իրոք Տիկին նախարարն ինչպես որ ասեց, այս վերջին տարիների ընթացքում այս 2025 թվականին հատկապես մեր երկխոսության արդյունքում բավականին օրենսդրական նախաձեռնություններ են ծնվել եւ բավականին առաջընթաց ունենք ու իրոք հենց այդ երկխոսությունը բերել են դրական արդյունքներին եւ ուզում եմ եւս մեկ անգամ հատուկ շեշտադրել, որ գրեթե որևէ հարց մեր դատական իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես դատավորների կողմից բարձրացված հարց չի եղել, որը որ նախարարության հետ քննարկման առարկա դառնա եւ լուծումներ առնվազն չփրկենք։ Այս առումով ելի շնորհակալություն եւ նախարարությանը, կառավարությանը, իդեմս արդարադատության նախարարությանը մեզ աջակցելու եւ մեր արձագանքները լսելու հետ կապված։ Իրոք մենք էլի խոսեցինք վերաբերմունքի մասին, մեր բոլոր պանելի մասնակիցները խոսեցին, իրոք ամենակարևորը վերաբերմունքն է դատական իշխանության նկատմամբ փոփոխության։ Տիկին Թումանյան, ես կարծում եմ, որ մարդկանց վերաբերմունքը պետք է փոխվի, բայց այդտեղ մենք բոլորս շատ անելիքներ ունենք, դատավորները, սկսած մեր վարքագծի կանոնից մինչև մեր պրոցեսում մեր վարքագծին մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Տիկին գլխավոր դատախազը ներկայացրեց մի դատարանում, Գեղարքունիքի մարզի դատարանում վիճակագրական տվյալներ, դատավորի դատարանի կարելի ասել ջանասիրության որոշակի վերլուծություններ էր արվել, որ անկեղծ ասեմ մենք դատախազների գործունեության ջանասիրության հետ կապված որևէ վերլուծություններ չեմ կարող հստակ ներկայացնել, բայց Գեղարքունիքի մարզի դատարանը այն փոքր թվականակով այն դատարանն է, որտեղ որ հնարավոր է իրականում այդ գործի քննության ողջամիտ ժամկետները պահպանել 50-60 գործ դատավորի վարույթում, բայց եթե մենք դրա հետ միանգամից համեմատենք այն դատարանը, որը որ էլի համալրված դատարան, օրինակ Արարատի, Արմավիրի դատարանները, որտեղ յուրաքանչյուր դատավորի վարույթում 250-ը գերազանցում է քրեական գործերը, այդ դեպքում մի հատ լրիվ հակառակ պատկեր կունենանք։ Իհարկե մենք ամեն ինչին ուշադիր ենք, ամեն ինչ մեզ համար կարևոր է, ուղղակի չեմ ուզի տպավորություն ստեղծի, որ եթե դատավորները ուզենան, ապա նորմալ կքննեն իրանց գործերը։ Գրեթե բոլոր դատավորները կլինեն բացառություններ, բոլորը ուզում են ժամկետներում քննեն իրանց գործերը, որովհետև ես ինքս որպես դատավոր իմ մասով ասեմ, որովհետև հարցերի մեջ նաև իմ մասին էլ կար, չէ, ես ինչ ձևով եմ վերաբերվում, իրականում մշտապես ես անհանգստացել եմ եւ դրական եւ բացական առումով, որ իմ աշխատասենյակում գործերը մնացել են եւ ամեն օր քրտնաջան աշխատանք է տարվել այդ գործերից շուտ ազատվելու։ Իհարկե ես ազատվելը հանկարծ այնպես չստացվի, որ որևէ ակտ կայացնել, այլ իրոք արդարադատություն իրականացնել եւ գործերը արագ քննելու ավարտել։ Շնորհակալ եմ նորից բոլորիդ, այդքան։ Կարծես թե այլ ցանկացողներ էլ կան, սակայն մենք մեր խնդրեմ Տիկին Թադևոսյան։
Ես կուզենայի ուղղակի նշել, որ ցանկացած դեպքում, երբ որ մենք խոսում ենք վիճակագրության մասին, թվերի մասին, յուրաքանչյուր դատավորի համար եւ ինձ համար նաեւ որպես դատավորի վստահ եմ, որ իմ գործընկերներն են այդպես մտածում, դրանք զուտ վիճակագրական տվյալներ չեն, դրանք գործեր չեն զուտ, դրանք թղթեր չեն, դրանք մարդկային ճակատագրեր են եւ մենք այն տրամաբանությամբ ենք վերաբերվում ցանկացած գործին։ Կարծում եմ դատավորի համար չկա կարևոր կամ երկրորդային գործ, որտեղ չկա մարդկային ճակատագիր, որը մեկը մյուսից կարևոր է եւ մենք այդ սկզբունքով ենք մոտենում։ Արդարադատությունը ինտելեկտուալ ու բարդ գործընթաց է, հետեւաբար անհամատեղելի է շտապողականության հետ։ Բայց խոսքը շտապողականության մասին չի, խոսքը արագության մասին է։ Ես հույս ունեմ, որ մենք պիտի ունենանք մի համակարգ, որտեղ որակը եւ արագությունը ոչ թե պիտի հակադրվեն իրար, այլ պիտի համադրվեն։ Ես կարծում եմ, որ այս հարցում կարևոր է իշխանության բոլոր 3 թևերի համագործակցված աշխատանքը եւ պիտի նշեմ, որ այդ առումով մենք եւս առաջընթաց ենք արձանագրել եւ արդյունավետորեն իշխանության 3 թևերը համագործակցում են, որտեղ որակյալ եւ արդյունավետ արդարադատությունը դա յուրաքանչյուրիս խնդիրն է, յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվության հարցն է եւ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր դատավոր այսօր այստեղից հեռանալով կհեռանա այն ազդակով, որ պիտի բացառենք արդարադատության ուշացումը եւ յուրաքանչյուր ուշացում պետք է լինի պատճառաբանված բացատրություն։ Ես կուզենամ, որ մենք այդ ոգով այստեղից հեռանանք եւ երբեք քննադատությունը չընկալենք որպես հարված մեր հեղինակությանը։ Նորից եմ ասում, պետք է այն ընկալենք որպես զարգացման ազդակ։ Ես հաջողություն եմ մաղթում նորից մեր բոլոր գործընկերներին եւ շնորհակալություն հայտնում այսօրվա միջոցառման համար։ Շնորհակալություն, ինչպես միշտ դատավորները սիրում են վերջնակետը դնել իրենց նաև դատական ակտերով եւ նաև անգամ այսպիսի պանելային քննարկումներով, այս բոլոր մտքերը ամփոփելով, դիտարկումները, առաջարկները լսելով, մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ձեզ եզրափակել այս պանելային քննարկումը եւ կիսվել ձեր մոտեցումներով, գաղափարներով եւ ուղերձով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ նախ հետաքրքիր քննարկման համար։ Ընդհանրապես կարծում եմ սա մի ձևաչափ է, որը պակասում էր մեզ։ Ես կարծում եմ հիմա ձևաչափը կա, ժամանակն է պակասում եւ պետք է այդ խնդրի մասին էլ մտածել, որովհետեւ շատ լավ կլիներ օրինակ տեն ձևաչափ լիներ, որովհետեւ հիմա մեր հարգարժան նաեւ դատավորները համոզված եմ արձագանքներ կունենային ինչ որ թեմաների հետ կապված եւ հետաքրքիր կլիներ լսել։ Ընդ որում բաց հրապարակային, որովհետեւ այստեղ բազմաթիվ նրբություններ կան, չէ, երբ որ գործադիր եւ դատական եւ այսինքն իշխանությունները մի սենյակում են հավաքվում, այդտեղ առաջին ռեակցիան որ ստե հանկարծ մի դավադրություն չլինի։ Ես կարծում եմ, բայց այնուամենայնիվ հրապարակային պետք է այս խոսակցությունը տեղի ունենա, որովհետեւ մենք խնդիրների հետ պետք է առերեսվենք, որ լուծենք։ Այդ կուլտուրան ընդհանրապես կա մեզանում, որ խնդրեմը դե լավ է, դե խնդրեմա, եկեք ուրիշ բաների մասին խոսենք եւ շատ արագ սենց միջոցառումները դանդաղ վերաճում են կենացի ժանրի, որ սկսում ենք իրար գովել։ Եվ կարծում եմ սա լավ է, որ մենք սկսենք խոսել, հարցերը հանենք, որտեղ եւ հանրության առաջ, սա շատ կարեւոր է, հանրության առաջ։ Ես օրինակ որ մտածում եմ, լավ, այս դատական, որովհետեւ դատական գործերի ավելացման վիճակագրություններ կան, որ թվերը մի քիչ ինչ բանալ են, ճիշտն ասած, այս ընթացքում մտածում եմ, օրինակ ինչը կարա պատճառ լինի, որ դատական գործերը բան անեն, այդքան դատական գործերը այդքան աճեն։ Կարա եզրակացությունները երկակի լինեն, երկկողմ կամ խառը կամ կարողա գուցե իմ թվարկածներից որը մեկը ճիշտ չլինի, ուրիշ բան լինի, ես ընդհանրապես հրավիրում եմ մտածելու։ Օրինակ կարա կապված լինի հետեւյալը, որ դա նաև արդարության եւ արդարադատության ոլորտում խնդիրների հետ կարա կապված լինի, կարա գուցե։ Երկրորդը կարող է մեր դատական համակարգի նկատմամբ այնուամենայնիվ վստահությունը մեծացել է եւ մարդիկ հավատում են, որ կարան դատական ճանապարհով հարց լուծեն։ Տարբերակա, դա էլ կարա լինի։ Կարա նաև պատճառներից մեկն էլ լինի, որ այն հարցերը, որ նախկինում կամ սենց ձևակերպեմ, հարցերը այլ զարտուղի ճանապարհներով հնարավոր չի լինում լուծել, որովհետև եթե զարտուղի ճանապարհով պետք է լուծես, էլ գնում ես դատական համակարգում էլ ինչ անես կամ այդ գործը պետք է չհասնի դատական բանի։ Այսինքն կուլիսներում ինչ որ միտեղ պետք է փակվի գնա։
Էս էլ երրորդ գործոնը, որը տեսականորեն կարա ազդի այս տրամաբանության վրա, բայց ես կարծում եմ, քանի որ արհեստական ինտելեկտի մասին խոսվեց եւ մեծ տվյալներ հետ աշխատելու մասին խոսեց, օրինակ շատ կարևոր է, որ մենք այս հարցերի պատասխանը իմանանք։ Նույն արհեստական բանականությունը գոնե այդտեղ կարա առնվազն մի կետը մեզ օգնի, ասի, թե այդ գործերը ինչի հետ են կապված, ինչն է, ինչ պրոբլեմա հիմնականում բանարում։ Իմիջիայլոց գիտեք, ես նոր նկատեցի, նոր հիշեցի։ Հույս ունեմ չեմ սխալվում, որովհետև չեմ առանց ստուգելու եմ եկել, բայց որ եկավ մտքիս կիսեմ։ Ես հիշում եմ, որ նախկինում իմ ստացած դիմումների եւ նամակների երևի 70%-ը կապված էր դատական համակարգի հետ։ Հիմա ես որ մտքով ուզում եմ հիշեմ, ոնց որ թե հիմա ես շատ քիչ նամակ եմ ստանում դատական համակարգի։ Բայց իսկականից անկեղծորեն նոր մտքով ես անցավ, որովհետեւ ես նաեւ հիմա ամեն օր ես դրանով զբաղվում եմ, քաղաքացին հետաքրքիր բան է իմիջիայլոց, չի մտած, նոր գլխի ինգա, որ տենց հարց կա, որովհետև այն ժամանակ ինչ նույն գալիս էր, 70%-ը կապված էր դատերի, քրեական գործերի եւ այլնի հետ, հիմա էականորեն քչացել է, օրինակ, գիտեք ինչ, հետաքրքիր բան կա, այս վերջերս նոր էլի մտքով ուզում եմ հիշեմ, այս վերջին օրերին դատական համակարգ հետ կապված նամակներ, որ մի քանի հատ հիշեցի, տենց շատ արագ, իրանք ոչ թե նրա մասին են, որ ինչ-որ սխալ բան է տեղի ունեցել, այլ ասում եմ, խնդրում ենք ընդունում ենք, բան ենք անում, բայց մի բան արեք, ես ճիշտ է թեթև գործերի հետ էր կապված, բայց այնուամենայնիվ, ես հետաքրքիր է, ինձ համար էլ հաճելի բան, հաճելի արձանագրում է, եւ փաստորեն բան ունեմ, շնորհակալություն հայտնելու առիթ ունենք մենք բոլորս մեր սիրելի արդեն դատական համակարգին, բայց շատ արագ եւ ինձ համար անսպասելի եզրակացության եկա ես եւ բայց այնուամենայնիվ ես առաջարկում եմ, որ ֆունդամենտալ հարցերին անդրադառնանք մի որևէ առիթով կամ գուցե որպես մեզ համար մտածելու նյութ էստեղից տանենք, որովհետև եթե Տիկին Գալյան այս հարցերը եթե կան պատասխանները առաջիկա աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկենք նաև նոր սահմանադրության տեքստի կոնտեքստում։ Այնուամենայնիվ, այսինքն եմ ես շատ կարևոր համարում, որ մեզ հայտնի հարցերի, մեզ հայտնի պատասխաններին նորից պետք է անդրադառնալ, որովհետև այն պատասխանը, որը ճիշտ էր 5 կամ 10 տարի առաջ, պարտադիր չէ պատասխանը առնվազն ամբողջական լինի նաև այսօր եւ ակնհայտ բաներին անդրադառնալը կարծում եմ որ դա շատ զարգացման կարևոր մի բաղադրիչ է եւ ուրեմն ինչ է արդարադատությունը այս հարցին կարծում եմ քաղաքական առումով շատ կարևոր է ինչ է արդարությունը ինչ է նշանակում դատավորի խիղճ, ինչ է նշանակում անկախ դատական համակարգ, անկախումից, իսկապես Տիկին Գալյան այդ թեմային անդրադարձավ, որովհետև որ ասում ենք անկախ դատական համակարգ, դա էլ ձևակերպենք, անկախումից կամ ինչից, որտեղից է բխում այդ համակարգի լեգիտիմությունը, որոշումներ կայացնելու եւ մարդկան ճակատագրեր որոշելու, ով է կրում պատասխանատվությունը երկրում արդարության ու արդարադատության որակի եւ մնացած պարամետրերի համար եւ որ շատ կարեւոր է ինչպես է կրում այդ պատասխանատվությունը։ Այս հարցերը իհարկե նախ հայեցակարգային նշանակություն ունեն, բայց ես կարեւոր եմ համարում, որ մեր ցանկացած պրակտիկ իրականություն գնա եւ հասնի ինչ-որ մի հայեցակարգային տեքստի, որովհետեւ շատ կարեւոր է, թե մենք ինչ ենք անում, որովհետեւ շատ դեպքերում մենք անկանոն գործողություններ ենք անում, որովհետեւ հայեցակարգային հիմքն է բացակա։ Մենք չենք որոշել այդ օրենքներում կամ օրենսգրքերում գուցե սկզբում ունենա հիմնական հասկացությունների բան չէ, հիմնական սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անդրադառնանք մեր կյանքում կիրառվող հիմնական հասկացություններին, որպեսզի հասկանանք բոլորս, որ նույն կերպ ենք ընկալում կամ եթե նույն կերպ չենք ընկալում, այնքան այս քննարկումները ունենանք, որ ի հայտ գա մի այնպիսի ձևակերպում, որը ընդունելի է բոլորին։ Բայց ես ուզում եմ մի հատ ուրիշ փոփոխության մասին էլ խոսեմ, որը էլի հնդածս նկատեցի։ Ես կարծում եմ, որ դա շատ մեծ շրջադարձային փոփոխություն է։ Հիմա պատկերացնում եք արդարության ոլորտի
խնդիրներն են քննարկում, արդարադատության ոլորտի խնդիրներն են քննարկում, եւ հիմա հենց իրավիճակը ստեղծվել, որ բեմում պանելիստների մեջ կանայք մեծամասնություն են, տղամարդիկ փոքրամասնություն։ Եվ ես հետո նայեցի առաջին շարքին, առաջին շարքում էլ են կանայք մեծամասնություն, տղամարդիկ ոչ մեծամասնություն, եւ ոնց որ թե հիմա գտա իմ հարցերից մեկի պատասխանը, ով է կրում պատասխանատվությունը երկրում արդարության եւ արդարադատության համար։ Կանայք են կրում պատասխանատվությունը եւ ես մեր հարգարժան կանանց հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ, որ շարքերում այդ հարաբերակցությունը գնալով ավելի կմեծանա եւ իմ ասածի մեջ բացարձակապես հումոր չկա, որովհետեւ կանայք տենց ստացվել է մեր երկրի բնակչության մեծամասնությունն են, որ դա էլ լեգիտիմության հետ կապ ունի եւ գոնե ես հավատում եմ, որ կանանց շրջանում օբյեկտիվությունը եւ ոնց ձևակերպեմ, որ կոռեկտ լինի, կոռուպցիոն մենթալիտետը ավելի պակաս է, քան տղամարդկանց, ու դա իմ կարծիքով ունի շատ կոնկրետ պատճառ։ Օրինակ, հանցավոր ենթամշակույթը, հանցավոր ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ։ Եվ ես համոզված եմ, որ մենք տեն խոսում ենք, բայց ես օրինակ մեկ-մեկ ինձ բռնում եմ իմ մտքի վրա, օրինակ ամենա տենց պատկառելի միջավայրերում տղամարդկանց մասնակցությամբ, մեկ է խոսքի մեջ բառեր են բանանում, բառեր են արտահայտվում, որ դու հասկանում ես, թե այդ հանցավոր ենթամշակույթ, հանցավոր, թե հանցագործ, թե քրեական, կներեք, քրեական ենթամշակույթը ինչ մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա։ Մենք սա չենք բանանում, որովհետև բարոյականության մասին խոսեց պարոն Վարդանյան, ես լիարժեք համաձայն եմ։ Ես լիարժեք համաձայն, բայց ինչ բարոյականություն։ Մեր միջավայրում, մեր երկրում այնց են խոսում, ես հիմի համոզված եմ, սա նեգատիվ ընկալում է ունենալու շատերի շրջանում, ասենք տղայականության մասին, այնպիսի մակարդակներում է խոսվում Հայաստանի Հանրապետությունում, որ ասում ես ինչ նկատի ունեն էլի։ Այսինքն բանը տղայականությունը մեր հանրային բարոյականության շատ մեծ կարևոր մասը, բայց դա քրեական ենթամշակույթի մտածողությունը։ Տղավարի, եկեք տղավարի ես հարց, այդ ինչ է նշանակում, ուզում եմ հասկանամ։ Դա ցանկացած մեկնաբանություն դա ունի, բայց դա հաստատ կապ չունի օրինականության, իրավակարգի սահմանադրականության հետ։ Որտեւ եթե դրա հետ կապ ունենար, կարծենք, արի սահմանադրավարի ես հարցը լուծենք։ Ինչ ենք ասում, եկեք տղավարի ես հարցը լուծենք։ Եվ ես ասում եմ, քննարկումներում ամենահրապարակայինում պակաս, բայց եւ որ դռնփակ քննարկում ալնում, մեկ է բառեր են հնչում, սենց բան է սնում, վեր ես թռնում, ասում ես, այս միջավայրում, այս բառակապակցությունը ինչի պետք է հնչի։ Եվ ես սրա մասին ինչքան մտածում եմ, ասում եմ, այդ քրեական ենթամշակույթի ազդեցությունը, որը դպրոցից, մանկապարտեզից, չէ տնից, ես այդ բանի հետ չեմ հաշտվում, էլ որ մեր իրականության մեջ հələ նորածին երեխային, պապիկին հայհոյելու բանը կուլտուրան դեռ կա, դեռ ինքը պակասում է, փառքաստու պակասում է։ Բայց ես չեմ պատկերացնում, որ ասենք մայրիկը ասի մի հատ պապային հայհոյի կամ պապիկին հայհոյի։ Ու սա ֆունդամենտալ պրոբլեմ է բոլորիս համար։ Մենք ընդունված չի սենց բաների մասին խոսալը։ Ընդունված չի սենց բաների մասին խոսալը։ Բայց ես համոզված եմ, որ տղամարդկանց միջավայրում հարցերը տղավարի լուծելը ինքը որոշակի լեգիտիմություն ունի, բայց ինքը կներեք անհամատեղելի է այն հասկացությունների հետ, որոնց մասին մենք խոսում ենք։ Եվ հետևաբար իմ ասածը նաև իհարկե բան ունի, որ կոչա մեզ տղամարդկանց եկեք սրա մասին խոսանք, եկեք սրա մասին մտածենք։ Որովհետև իմ կարծիքով այդ թվում արդարադատության եւ արդարության եւ բարոյականության համատեքստում
Սա շատ նեգատիվ դեր է խաղում։ Մենք չենք էլ նկատում դա, չենք արձանագրում, չենք ֆիքսում, բայց սա մի պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք եւ այդ պրոբլեմներին անդրադառնանք եւ իմիջայլոց ես կարծում եմ, որ այստեղ էլ էս քրեական ենթամշակույթի դեմ պայքարում իրավապահ համակարգը իհարկե դեր ունի, բայց այստեղ այսօր հրավիրված չի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, բայց այստեղ էլ մեկը ես կառավարությունը 3 լուծում ունի, առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Շնորհակալ եմ շատ։